Հարուստ միայնակ գործարարը փորձում է կատարել հորն տված վերջին խոստումը, քայլելով հասարակ մարդկանց մեջ։ Բայց երեխաների հետ սոված մոր լուր ժեստը կոտրում է նրա անտարբերությունը։ Այս անսպասելի հանդիպումից հետո նրա կյանքը, նրանցը, այլս երբեք նույնը չի լինի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ասել, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Խոստանում եմ, սա կլինի ձեր կյանքի լավագույն պատմությունը, որը երբեք կլսեք։ Գլուխ 1 Այդ հինգշաբթի առավոտյան երանն արթնանում էր մոխրագույն երկնքի տակ։ Մաշտոցի պողոտայում երթևեկությունն արդեն լարված էր, իսկ մարդկանց սովորական եռուզեռը շտապում էր իրենց գործերին։ Կենտրոնի վեհաշուկ շենքերի մեջ առանձնանում էր մի եռահարկ առանձնատուն, իր դասական ճարտարապետությամբ խնամված այգիներով։ Այնտեղ էր ապրում 38-ամյա Արամ Ղազարյանը, մի մարդ, ով ժառանգել էր մայրաքաղաքի անշարժ գույքի խոշորագույն կայսրություններից մեկը։ Արամն այդ առավոտ արթնացավ դատարկության նույն զգացումով, որն ամիսներ շարունակ ուղեկցում էր իրեն։ Հսկայական մահճակալն էլ ավելի մեծ էր թվում, երբ մենակ էր վեր կենում, տան լռությունը մարմարե լայն միջանցքներում արձագանքում էր, անընդհատ հիշեցնելով իր մենության մասին։ Նա գնաց դեպի լոգասենյակ, նայեց հայելու մեջ տեսավ լավ հագնված, սափրված ու կատարյալ սանրվածքով մի տղամարդու, որի աչքերում, սակայն, այնպիսի խորը տխրություն կար, որը ոչ մի իտալական կոստյում չէր կարող թաքցնել։ Արդեն 6 ամիս էր, ինչ նրա հայրը, Ավագ Ղազարյանը, հեռացել էր կյանքից երկարատ հիվանդության դեմ պայքարից հետո, որը կամաց-կամաց խլել էր նրա ուժերը։ Ավագը խիստ, գործին նվիրված մարդ էր, ով անշարժ գույքի կայսրությունը կառուցել էր աղյուս առ աղյուս, պայմանագիր առ պայմանագիր։ Արամը մեծացել էր այդ հսկայի ստվերում, վաղ տարիքից սովորելով, որ զգացմունքները շքեղություն են, որը գործարար մարդիկ իրենց թույլ տալ չեն կարող։ Եվ այսպես նա դարձել էր հոր կատարյալ կրկնօրինակը, սառը, հաշվենկատ, արդյունավետ։ Մինչ որ Ավագն այլս չկար։ Սակայն կյանքի վերջին օրերին ծեր Ղազարյանի մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Հիվանդանոցային մահճակալին պառկած խողովակներով ու սարքերով, որոնք վերահսկում էին նրա սրտի յուրաքանչյուր թույլ զարկը, Ավագը խնդրել էր որդուն մոտենալ։ Արամը հիանալի հիշում էր այդ պահը, հոր տկար ձեռքը զարմանալի ուժով բռնել էր իրենը, իսկ երբեմնի խիստ աչքերն այժմ փայլում էին զսպված արցունքներից։ Որդիս, խռպոտ ձայնով ասել էր Ավագը, ես կայսրություն եմ կառուցել, բայց կյանքս կորցրել եմ։ Դու ունես այն ամենը, ինչ ես քեզ թողել եմ, բայց մի կրկնիր իմ սխալը։ Դուրս արի այս փղոսկրե աշտարակից։ Գնա փողոցներ, հրապարակներ, տես, թե ինչպես են մարդիկ ապրում։ Խոստացիր ինձ, որ դա կանես։ Խոստացիր, որ չես ապրի այնպես, ինչպես ես, մեկուսացած, մենակ, առանց իրական աշխարհը հասկանալու։ Արամը խոստացել էր։ Այդ պահին նա ամեն ինչ կխոստանար, միայն թե մի փոքր խաղաղություն բերեր հրաժեշտ տվող մարդուն։ Եվ հիմա, ամիսներ անց, նա դեռ փորձում էր կատարել այդ խոստումը, թե լիովին չէր հասկանում, թե հայրն ինչ նկատի ուներ այդ խոսքերով։ Ամեն առավոտ, ֆինանսական հաշվետվությունները ստուգելուց, փաստաթղթերը ստորագրելուց հետո, որոնք քարտուղարուհին կոկիկ դասավորում էր գրասենյակի սեղանին, Արամը դուրս էր գալիս տնից քայլում դեպի Երանի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակ։ Դա այն վայրը չէր, որտեղ իր սոցիալական դիրքի մարդիկ սովորաբար։ Հրապարակը ճաշի ժամի աշխատողների, փողոցային վաճառողների, արվեստագետների, այն ընտանիքների հանդիպման վայրն էր, որոնք չէին կարող իրենց թույլ տալ արթրի կենտրոններ վճարովի այգիներ հաճախել։ Սկզբում Արամն իրեն լիովին օտար էր զգում։ Նա հագնում էր չափազանց թանկ կոստյումներ, կոշիկներ, որոնք ավելի թանկ արժեին, քան այնտեղի շատերի ամսական աշխատավարձը։ Մարդիկ նրան նայում էին կասկածանքով կամ հետաքրքրասիրությամբ, նա չգիտեր, ինչպես իրեն պահել, ինչպես վարվել իրենից այդքան հեռու այդ տիեզերքում։ Բայց շաբաթների ընթացքում նա սովորեց դիտել։ Նստում էր ժամանակից մաշված փայտե նստարաններից մեկին, պարզապես հետում էր, թե ինչպես է կյանքը հոսում իր շուրջը։ Տեսնում էր մայրերի աղավնիների մեջ վազվզող փոքրիկ երեխաների հետ, գունավոր սայլակներով պաղպաղակ վաճառող տղամարդկանց, սիրահար զույգերի, որոնք ծառերի ստվերում նստած կիսում էին իրենց համեստ ուտելիքը։ Տեսնում էր նա անհավասարության դաժան իրականությունը։ Ստվարաթղթերի վրա քնած մարդիկ, անցորդներից մանրադրամ խնդրող երեխաներ, վերամշակման համար նյութեր փնտրող տարեցներ։ Այս ամենը գոյություն ուներ իր առանձնատնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, բայց կարծես լիովին առանձին աշխարհներ լինեին։ Հենց այդ հինգշաբթի օրը Արամը հրապարակ հասավ առավոտյան ժամը 10-ի կողմերը։ Արը վերջապես սկսում էր ճեղքել մոխրագույն ամպերը, ջերմաստիճանը արագ բարձրանում էր։
Նա փողոցային վաճառողից սուրճ գնեց, մի բան, որ ամիսներ առաջ երբեք չէր անի, նստեց իր սովորական նստարանին, մի շատրվանի մոտ, որն այլևս չէր աշխատում։ Հենց այդ ժամանակ նրա հայացքը սերվեց հրապարակի մյուս կողմում տեղի ունեցող տեսարանին։ Չգործող թերթի կրպակի մոտ մի կին էր նստել գետնին, երկու երեխաների հետ։ Նա մոտ 30 տարեկան կլիներ, շագանակագույն մազերը հավաքված էին պարզ պոչիկով, հագուստը մաքուր էր, բայց տեսանելիորեն մաշված ժամանակից ու օգտագործումից։ Երեխաները, մի տղա, որը մոտ 8 տարեկան կթվար, մի աղջիկ, մոտ 5, նստել էին լուռ, այն լռությամբ, որը բնորոշ չէ առողջ երեխաներին, այլ գալիս է էներգիայի պակասից, երկարած սովից։ Արամը տեսավ, թե ինչպես կինը բացեց մի փոքրիկ պլաստմասե կերակրատուփ։ Ներսում բրինձ էր, լոբի մի փոքր կտոր հավի միս։ Դա նույնիսկ մեկ մարդու համար բավարար չէր, էլ ուր մնաց երեքի։ Զգույշ շարժումներով նա ուտելիքը բաժանեց 3 անհավասար մասի։ Ամենամեծ բաժինները երեխաներինն էին, որոնք մատուցվեցին պլաստմասե ափսեների մեջ, որոնք նա հանեց մաշված պայուսակից։ Իր համար նա վերցրեց յուրաքանչյուր երեխային տվածի կեսից էլ քիչը։ Արամի կրծքում ինչ-որ բան սեղմվեց։ Նա նախկինում երբեք ուշադրություն չէր դարձրել այսպիսի տեսարանների։ Գիտեր, իհարկե, որ աղքատություն գոյություն ունի, բայց դա միշտ վերացական բան էր, թվեր հաշվետվություններում, վիճակագրություն լուրերում։ Տեսնել դա իր աչքի առաջ, տեսնել, թե ինչպես է մայրը ամբողջ ուտելիքը տալիս երեխաներին, իսկ ինքը մնում գրեթե առանց ոչնչի, լիովին այլ բան էր։ Երեխաները դանդաղ էին ուտում, ծամելով յուրաքանչյուր պատառաքաղը, կարծես իմանային, որ դա կարող է օրվա միակ կերակուրը լինել։ Կինը նույնիսկ անմիջապես չդիպավ իր բաժնին։ Նա հետում էր երեխաներին մի հայացքով, որը խառնում էր անսահման սեր, այնքան խորը տխրություն, որ Արամին թվաց, թե կարող է տեսնել այդ մոր ողջ ցավը միայն այդ հայացքի մեջ։ Երբ տղան վերջացրեց իր բաժինը, նա նայեց մոր կերակրատուփին այն սովով, որը դեռ չէր հագեցել։ Կինը նկատեց, առանց վարանելու, իր ափսեի կեսը առաջարկեց որդուն։ Տղան ուզեց հրաժարվել, Արամը դա տեսավ գլխի շարժումից, բայց սովն ավելի ուժեղ գտնվեց։ Նա ընդունեց, մորը մնացել ավելի քիչ ուտելիք։ Հենց այդ ժամանակ Արամը նկատեց. կինը դողում էր։ Ցրտից չէր, քանի որ օրը տաք էր։ Դա թուլությունից էր։ Նա չափազանց թույլ էր, հավանաբար օրեր շարունակ նորմալ չէր կերել։ Այնուամենայնիվ, նա պահում էր ուղիղ կեցվածքը, անձեռնմխելի արժանապատվությունը, ստիպողաբար ժպտում էր, մինչ ցածրաձայն խոսում էր երեխաների հետ, հավանաբար ինչ-որ պատմություն պատմելով, որպեսզի շեղի նրանց իրենց դաժան իրականությունից։ Արամը վեր կացավ նստարանից, առաջնորդվելով մի մղումով, որի անունը չգիտեր։ Մի քանի քայլ արեց նրանց ուղղությամբ, բայց կանգ առավ։ Ինչ էր անելու։ Մոտենար ու փող առաջարկեր։ Դա կարող էր վիրավորել կնոջը, ստիպել նրան նվաստացած զգալ։ Նա չգիտեր, ինչպես վարվել, փորձ չուներ այսպիսի իրավիճակներում։ Իր շրջապատի մարդիկ պարզապես ուղղակիորեն չէին առնչվում այսպիսի բաների հետ։ Նա կանգնեց այնտեղ, անվտանգ հեռավորության վրա, դիտելով։ Աղջիկը վերջացրեց ուտելը, փաթաթվեց մոր գրկում։ Կինը քնքշորեն գրկեց նրան, համբուրելով երեխայի գլուխը, մինչ տղան ափսեները հետ էր դնում պայուսակի մեջ։ Այդ ընտանիքում ամեն ինչ, չնայած սարսափելի հանգամանքներին, ուներ խնամքի, սիրո, բոլոր հավանականությունների դեմ պահպանված արժանապատվության շունչ։ Արամը վերադարձավ իր նստարանին, բայց չէր կարողանում աչքերը կտրել այդ տեսարանից։ Նա այնտեղ մնաց 1 ժամ, տեսնելով, թե ինչպես են կինն ու երեխաները պարզապես գոյատում։ Ինչ-որ պահի տղան փորձեց ծիծաղեցնել քրոջը, զվարճալի դեմքեր ընդունելով։ Աղջիկը թույլ ծիծաղեց, այդ ձայնը, նույնիսկ հեռվից, Արամի ականջներին հասավ որպես թանկարժեք մի բան։ Ինչպես էին այդ երեխաները դեռ կարողանում ծիծաղել այդքան տառապանքի մեջ։ Արն այժմ ավելի ուժեղ էր, Արամը նկատեց, որ կինն էլ ավելի հյուծված տեսք ունի։ Նա մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, ակնհայտորեն պայքարելով թուլությունից առաջացած գլխապտույտի դեմ։ Երեխաները նկատեցին, տղան բռնեց մոր ձեռքը, ասելով մի բան, որ Արամը չկարողացավ լսել իր գտնված հեռավորությունից։ Հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Աղջիկը, որը նստած էր մոր կողքին, հանկարծ գունատվեց։ Նրա փոքրիկ աչքերը տակնուվրա եղան, նա սկսեց ընկնել կողքի։ Մայրը գոռաց, փորձելով բռնել նրան, բայց ինքն էլ չափազանց թույլ էր։ Տղան խուճապի մատնվեց, կանչելով քրոջը, թափահարելով ուշաթափված փոքրիկ մարմինը։ Արամը չմտածեց։
Պարզապես վազեց։ Վայրկյանների ընթացքում նա նրանց կողքին էր, ծնկի իջած հրապարակի կոշտ գետնին։ Աղջիկն անգիտակից էր, թույլ էր շնչում։ Մայրը հուսահատված փորձում էր արթնացնել նրան, արցունքները հոսում էին դեմքով, մինչ նա կրկնում էր դստեր անունը։ Մարիամ, Մարիամ, արթնացիր, աղջիկս, խնդրում եմ։ Արամը ձեռքը դրեց աղջկա դաստակին։ Զարկերակը կար, բայց թույլ։ Նա ակնհայտորեն թերսնված էր, մարմինը չափազանց թեթեր 5 տարեկան երեխայի համար։ Նա նայեց մորը, խոսեց ամենահանգիստ ձայնով, որ կարող էր, թե սիրտը բուռն բաբախում էր։ Տիկին, մենք պետք է ձեր դստերը հիմա հիվանդանոց տանենք։ Ես մոտակայքում մեքենա ունեմ։ Կարող եմ ձեզ տանել։ Կինը նրան նայեց լայն բացված աչքերով, շփոթված, վախեցած, բայց նա հուսահատ։ Նա տարբերակներ չուներ։ Գլխով արեց, չկարողանալով խոսել։ Արամը զգուշորեն գրկեց աղջկան, զարմացած, թե որքան թեթեր նա, սկսեց արագ քայլել դեպի կայանատեղի, որտեղ թողել էր իր մեքենան։ Կինն ու տղան հետեցին նրան, վազելով, որպեսզի հասնեն նրա լայն քայլերին։ Ս Մերսեդեսը 2 թաղամաս այն կողմ էր։ Արամը բացեց հետի դուռը, նրբորեն դրեց աղջկան նստատեղին։ Մայրը նստեց դստեր կողքին, բռնելով նրա փոքրիկ ձեռքը ցածրաձայն լաց լինելով։ Տղան նույնպես նստեց, սեղմվելով մնացած տարածքում։ Արամը նստեց վարորդի տեղը, գործի գցեց մեքենան, սլացավ Երանի փողոցներով։ Նա գիտեր մի հիանալի մասնավոր հիվանդանոց, մոտ 15 րոպե հեռավորության վրա, Նաիրի բժշկական կենտրոնը։ Նա վարում էր հմտորեն, բայց առանց անխոհեմության, շրջանցելով խիտ երթեկությունը, մինչ հետի հայելուց աչքը չէր կտրում աղջկանից։ Նա դեռ անգիտակից էր, իսկ մայրը շարունակում էր լաց լինել, ցածրաձայն աղոթքներ շշնջալով։ Տղան, նստած մոր կողքին, նայում էր Արամին վախի, հույսի խառնուրդով։ Արամը փորձեց ժպտալ, նրան հանգստացնելու համար, բայց սեփական սիրտն այնքան սեղմված էր, որ ժպիտը համոզիչ չէր։ Անունդ ինչ է, հարցրեց Արամը, փորձելով ինչ-որ խոսակցություն պահպանել, իրավիճակը հանգստացնելու համար։ Դավիթ, դողացող ձայնով պատասխանեց տղան։ Իսկ քույրս Մարիամն է։ Մայրս, Անին։ Արամը գլխով արեց։ Ամեն ինչ լավ կլինի, Դավիթ։ Համարյա հասանք հիվանդանոց։ Նրանք ռեկորդային ժամանակում հասան Նաիրի։ Արամը մեքենան կանգնեցրեց շտապօգնության մուտքի մոտ, արագ դուրս եկավ, նորից գրկեց Մարիամին։ Բուժքույրերի բժիշկների մի խումբ արդեն դռան մոտ էր, տեղեկացված անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք տեսել էին մեքենայի արագ մոտենալը։ Ծանր թերսնուցում 5 տարեկան երեխա ուշաթափվել է մոտ 15 րոպե առաջ, ասաց Արամը մոտեցող բժշկին։ Թիմը գործեց տպավորիչ արդյունավետությամբ։ Նրանք Մարիամին դրեցին պատգարակի վրա, ստուգեցին կենսական նշանները, արագ տարան ներս։ Անին փորձեց հետել նրանց, բայց ոտքերը դավաճանեցին։ Արամը բռնեց նրան, նախքան կընկներ։ Դուք նույնպես օգնության կարիք ունեք, վճռականորեն ասաց նա։ Դավիթ, բռնիր ձեռքս։ Տղան հնազանդվեց, Արամը նրանց ուղեկցեց հիվանդանոցի ներս։ Ընդունարանում աշխատակցուհին սկսեց հարցեր տալ ապահովագրության, փաստաթղթերի, թույլտվությունների մասին։ Արամը պարզապես հանեց դրամապանակը, իր պլատինե կրեդիտ քարտը դրեց սեղանին։ Կատարեք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները 3-ի համար էլ։ Հոսպիտալացրեք, եթե անհրաժեշտ է։ Բոլոր ծախսերն իմ հաշվին են։ Ահա իմ անձը հաստատող փաստաթուղթը։ Աշխատակցուհին նայեց քարտին, Արամի անձնագրին, ճանաչեց Ղազարյան ազգանունը, անմիջապես փոխեց իր կեցվածքը։ Իհարկե, պարոն Ղազարյան։ Հիմա ամեն ինչ կկազմակերպեմ։ Անին տարան զննման սենյակ, ինչպես նա Դավիթին։ Արամը մնաց սպասասրահում, անհանգիստ քայլելով, ձեռքերը գրպաններում, փողկապը թուլացրած։ Նա լիովին չէր հասկանում, թե ինչու է դա անում։ Չէր ճանաչում այդ մարդկանց։ Կարող էր պարզապես շտապօգնություն կանչել հեռանալ։ Բայց հրապարակի այդ տեսարանում ինչ-որ բան այնպես էր հուզել նրան, որ չէր կարողանում բացատրել։ Գուցե դրանք հոր խոսքերն էին, որ արձագանքում էին մտքում։ Դուրս արի այս փղոսկրե աշտարակից։ Տես, թե ինչպես են մարդիկ ապրում։ Կամ գուցե դա ավելի խորը մի բան էր, մարդկային կապ, որը նա այնքան վաղուց էր կորցրել, որ նույնիսկ չէր հիշում, թե վերջին անգամ երբ է անկեղծ բան զգացել մեկի հանդեպ, ով արյունակցական կամ գործնական կապ չուներ։ 2 ժամ անցավ։
Արամը 3 սուրճ խմեց հիվանդանոցի ավտոմատից, բոլորն էլ սարսափելի էին, բայց նրան պետք էր ինչ-որ բանով զբաղեցնել ձեռքերը։ Վերջապես, մի բժշկուհի մոտեցավ նրան։ Նա միջին տարիքի կին էր, անթերի սպիտակ խալաթով լուրջ արտահայտությամբ։ Պարոն Ղազարյան, ես բժշկուհի Հակոբյանն եմ, պատասխանատու եմ ընտանիքի բուժման համար։ Կարող եմ խոսել ձեզ հետ։ Արամն անմիջապես ոտքի կանգնեց։ Այո, ինչպես են նրանք։ Բժշկուհին հոգոց հանեց։ Աղջիկը, Մարիամը, կայուն վիճակում է։ Իսկապես ծանր թերսնուցում էր, զուգորդված ջրազրկմամբ։ Կաթիլային ենք միացրել, գլյուկոզա սննդանյութեր ենք տալիս ներերակային։ Նա պետք է առնվազն 3 օր հիվանդանոցում մնա, ուժերը վերականգնելու համար։ Մայրը Անին նույնպես թերսնված է, թե ոչ այնքան ծանր, որքան դուստրը։ Տղան Դավիթը ավելի լավ վիճակում է, բայց նրա մոտ նույնպես երկարատ ոչ պատշաճ սնուցման նշաններ կան։ Արամը կրծքում ծանրություն զգաց։ Ինչ է կանխատեսումը։ Պատշաճ բուժման դեպքում բոլորը լիովին կապաքինվեն։ Բայց, պարոն Ղազարյան, պետք է ձեզ մի բան ասեմ։ Մենք խոսեցինք տիկին Անիի հետ։ Նա ինձ պատմեց իր իրավիճակը։ Դա նուրբ իրավիճակ է։ Արամը ժեստով ցույց տվեց, որ շարունակի։ Նա կորցրել է աշխատանքը 6 ամիս առաջ, երբ ստիպված է եղել հաճախակի բացակայել Մարիամին խնամելու համար, ով ծանր շնչառական վարակ ուներ։ Առանց աշխատավարձի նա չի կարողացել վճարել իրենց փոքրիկ բնակարանի վարձը։ Տանտերը նրանց վտարել է մոտ 2 ամիս առաջ։ Երեխաների հայրը լքել է նրանց ավելի քան 1 տարի առաջ, ալիմենտ չի վճարում, նա չգիտի, թե որտեղ է նա։ Այդ ժամանակվանից նա երեխաները ապրում են փողոցում, ավելի ճիշտ հրապարակներում, փորձելով գոյատել այն քիչ միջոցներով, որ կարողանում են հայթայթել։ Նա հնարավորության դեպքում պատահական աշխատանքներ էր կատարում, բայց 2 փոքր երեխաների հետ շատ դժվար է աշխատանք գտնել։ Վերջին անգամ նորմալ կերակուր նրանք ունեցել են 3 օր առաջ, երբ մի եկեղեցի հրապարակում կերակրատուփեր էր բաժանում։ Արամը լուռ մնաց, մարսելով այդ տեղեկությունը։ Նա գիտեր, որ աղքատություն գոյություն ունի, բայց լսել այդ կնոջ կյանքի կոնկրետ մանրամասները այլ բան էր։ Բժշկուհու յուրաքանչյուր խոսք կարծես հարված լիներ ստամոքսին։ Նա չի կարող այս պայմաններում վերադառնալ փողոց, վերջապես ասաց Արամը։ Ոչ նա, ոչ էլ երեխաները։ Նրանց անվտանգ վայր է պետք, պատշաճ սնունդ, ժամանակ վերականգնվելու համար։ Բժշկուհին գլխով համաձայնեց։ Պարոն Ղազարյան, այն, ինչ դուք անում եք նրանց համար, արդեն իսկ արտասովոր է։ Բայց այո, իդեալական դեպքում նրանց մի քանի ամիս շարունակական խնամք կպահանջվեր։ Կան պետական ապաստարաններ, բայց դրանք գերբեռնված են, պայմանները միշտ չէ, որ լավագույնն են։ Արամն անմիջապես չպատասխանեց։ Մի գաղափար էր ձևավորվում նրա մտքում, մի գաղափար, որը ամիսներ առաջ նա լիովին անհեթեթ կհամարեր։ Բայց հիմա, այնտեղ, հիվանդանոցի միջանցքում, իր աչքերով տեսնելով այդ ընտանիքի իրականությունը, իր գրկում պահելով այդ չափազանց թեթ փոքրիկ աղջկան, նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Բժշկուհի, երբ տիկին Անին կարողանա այցելուներ ընդունել, կցանկանայի խոսել նրա հետ։ Բժշկուհին զարմացած թվաց, բայց համաձայնեց։ Նա հիմա արթուն է, պարզապես թույլ։ Կարող է կարճ այցելություն ընդունել, եթե ցանկանում եք։ Արամը հետեց բժշկուհուն հիվանդանոցի միջանցքներով մինչ 3-րդ հարկի առանձին հիվանդասենյակ։ Նրանք թակեցին դուռը ներս մտան։ Անին պառկած էր մահճակալին, թին միացված կաթիլայինով։ Դեմքն այժմ ավելի կարմրած էր, բայց աչքերը դեռ ցույց էին տալիս փողոցներում ապրած ամիսների հոգնածությունը։ Դավիթը նստած էր մոր կողքի աթոռին, իսկ լոգարանի կիսաբաց դռնից Արամը կարող էր տեսնել մի բուժքրոջ, որը խնամում էր Մարիամին մյուս մահճակալին։ Անին նայեց Արամին, նրա աչքերն անմիջապես լցվեցին արցունքներով։ Փորձեց վեր կենալ, բայց նա ժեստով ցույց տվեց, որ պառկած մնա։ Խնդրում եմ, մի վեր կենաք։ Ինչպես եք ձեզ զգում։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել ձեզ, սկսեց նա խեղդված ձայնով։ Դուք փրկեցիք իմ աղջկան։ Փրկեցիք իմ երեխաներին։ Ես միջոց կգտնեմ այս ամենի դիմաց վճարելու, խոստանում եմ։ Նույնիսկ եթե տարիներ տի, ես կվճարեմ յուրաքանչյուր լուման։ Արամը մի աթոռ քաշեց նստեց մահճակալի կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Տիկին Անի, պետք չէ ինչ շնորհակալություն հայտնել, առավելս վճարելու մասին մտածել հիմա։
Կարևորն այն է, որ դուք լավ լինեք։ Բայց ես չեմ կարող պարզապես ընդունել այս ամենը, բողոքեց նա։ Դուք նույնիսկ ինձ չեք ճանաչում։ Ինչու եք սա անում։ Արամը մի պահ լուռ մնաց, մտածելով պատասխանի մասին։ Իսկապես, ինչու էր նա դա անում։ Ես խոստում եմ տվել հորս, նախքան նրա մահանալը, վերջապես ասաց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ Նա ինձ խնդրեց դուրս գալ իմ պղպջակից, տեսնել իրական աշխարհը, կապ հաստատել մարդկանց հետ։ Այսօր հրապարակում ես ձեզ տեսա։ Տեսա, թե ինչպես էիք այդքան սիրով խնամում ձեր երեխաներին, այդքան քիչ բան ունենալով։ Տեսա ձեր արժանապատվությունը, որը պահպանում էիք, չնայած ամեն ինչին։ Եվ երբ Մարիամն ուշաթափվեց, ես չկարողացա պարզապես հեռանալ։ Ճիշտ չեմ կարող բացատրել, բայց զգացի, որ դա այն է, ինչ պետք է անեի։ Անին ձեռքի թիկունքով սրբեց արցունքները։ Այնուամենայնիվ, պարոն, սա ավելին է, քան որը մեկը կաներ։ Դուք հրեշտակ եք, որին Աստված ուղարկել է մեր ճանապարհին։ Արամը գլուխը թափ տվեց, անհարմար զգալով այդպիսի գովասանքից։ Ես հրեշտակ չեմ, հեռու եմ դրանից։ Բայց ես ձեզ առաջարկ ունեմ, եթե թույլ տաք։ Անին նրան նայեց հետաքրքրասիրությամբ, խառնված անհանգստության հետ։ Առաջարկ։ Այո։ Բժշկուհին ինձ պատմեց ձեր իրավիճակի մասին։ Գիտեմ, որ անօթան եք, որ ժամանակի կարիք ունեք վերականգնվելու կյանքը վերադասավորելու համար։ Ես մեծ տուն ունեմ, իրականում շատ մեծ։ Չափազանց մեծ մեկ մարդու համար։ Շատ դատարկ սենյակներ կան, կահավորված խոհանոց, լիքը տարածք։ Կցանկանայի ձեզ ձեր երեխաներին մի սենյակ առաջարկել։ Ժամանակավոր, իհարկե, մինչ որ կարողանաք ոտքի կանգնել։ Դա պարզապես անվտանգ վայր կլինի մնալու, նորմալ սնվելու, երեխաների հանգստանալու համար։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Անին նրան նայում էր լայն բացված աչքերով, ակնհայտորեն չհավատալով լսածին։ Դավիթը, որը լսում էր ամեն ինչ, նույնպես բերանը բաց էր մնացել։ Պարոն, դուք ինձ ապրելու տեղ եք առաջարկում։ Ձեր տանը Անին կարծես չէր կարողանում մարսել այդ տեղեկությունը։ Բայց դուք ինձ չեք ճանաչում։ Ես անծանոթ եմ։ Ինչպես կարող եք այդպես վստահել։ Տեսեք, գիտեմ, որ տարօրինակ է թվում, խոստովանեց Արամը։ Եվ լիովին կհասկանամ, եթե հրաժարվեք։ Բայց ճշմարտությունն այն է, որ իմ տունը ամիսներ շարունակ դատարկ է։ Հորս մահից հետո այնտեղ միայն ես եմ, մի սպասուհու հետ, որը շաբաթը 2 անգամ գալիս է մաքրելու այն սենյակները, որոնք նույնիսկ չեմ օգտագործում։ Ես ոչինչ չեմ խնդրում փոխարենը։ Դուք պետք չէ ինձ համար աշխատեք կամ նման բան։ Դա պարզապես ժամանակավոր օգնություն է, մինչ որ կարողանաք վերադառնալ ձեր սեփական ոտքերի վրա։ Անին նայեց որդուն, որը նրան էր նայում հույսով լի աչքերով։ Հետո նայեց լոգարանի դռանը, որտեղից լսվում էին բուժքրոջ Մարիամին խնամելու մեղմ ձայները։ Արամը կարող էր տեսնել նրա ներսում տեղի ունեցող պայքարը, հպարտությունը պայքարում էր կարիքի դեմ, անվստահությունը, հուսահատության դեմ։ Վերջապես, նա ցածր ձայնով խոսեց. Եթե ընդունեմ, դա կլինի միայն մինչ աշխատանք գտնեմ գումար հավաքեմ, տեղ վարձելու համար։ Ես չեմ ուզում չարաշահել ձեր բարությունը։ Եվ կօգնեմ տանը, ինչով կարողանամ, կեփեմ, կմաքրեմ, ամեն ինչ։ Արամը գլխով արեց։ Պայմանավորվեցինք։ Բայց նախ դուք պետք է լիովին ապաքինվեք։ Բժշկուհին ասաց, որ Մարիամը պետք է 3 օր հիվանդանոցում մնա։ Երբ դուրս գրվեք, կարող ենք գնալ տուն տեսնել, թե ինչպես են գործերը դասավորվում։ Եթե ձեզ հարմարավետ չզգաք, խնդիր չկա, կարող ենք այլընտրանքներ փնտրել։ Անին համաձայնեց, արցունքները նորից սկսեցին հոսել։ Շատ շնորհակալ եմ, պարոն։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե սա որքան բան է նշանակում մեզ համար։ Արամը վեր կացավ, հանկարծ անհարմար զգալով այդքան հուզմունքից։ Ես իմ հեռախոսահամարը կթողնեմ բուժքրոջ մոտ։ Ինչի կարիք էլ ունենաք, կարող եք զանգահարել։ Վաղը կվերադառնամ, տեսնելու, թե ինչպես եք։ Նա դուրս եկավ սենյակից, զգալով զգացմունքների տարօրինակ խառնուրդ։ Նա հենց նոր անծանոթների մի ընտանիքի էր հրավիրել ապրելու իր տանը։ Սա խենթություն էր։ Իր փաստաբանները սարսափած կլինեին։ Իր գործընկեր գործարարները կասեին, որ նա միամիտ է։
Բայց մինույն ժամանակ ամիսների ընթացքում առաջին անգամ Արամը զգում էր, որ ինչ-որ նշանակալի բան է արել, մի բան, որը դուրս էր պայմանագրեր ստորագրելուց բանկային հաշվին զրոներ ավելացնելուց։ Տունդարձի ճանապարհին, վարելով Երանի փողոցներով, մինչ արը սկսում էր մայր մտնել, Արամը մտածեց հոր մասին. Արդյոք սա է իր ուզում ասել, հայր։ Արդյոք սա է իր փորձում ինձ սովորեցնել։ Պատասխան չկար, միայն երթեկության ձայնը քաղաքի լույսերը, որոնք մեկ առ մեկ սկսում էին վառվել աճող մթության մեջ։ Արամը մեքենան կայանեց իր առանձնատան ավտոտնակում, մտավ լուռ տուն։ Բարձրացավ երկրորդ հարկ, բացեց հյուրասենյակներից մեկի դուռը, որը տարիներ շարունակ չէր օգտագործվել։ Դա ընդարձակ սենյակ էր, երկտեղանոց մահճակալով, հակառակ պատին դրված մեկտեղանոց մահճակալով, ազնվափայտ փայտից հին պահարանով, մեծ պատուհանով, որը նայում էր այգուն։ Նա կանգնեց այնտեղ, դատարկ սենյակի մեջտեղում, պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ այդ տունը նորից կյանքով լցված։ Երեխաների ձայներ, շտապողական քայլեր միջանցքներում, խոհանոցում պատրաստվող ուտելիքի հոտ։ Երբ էր վերջին անգամ այս տունը կյանք ունեցել։ Երբ էր վերջին անգամ ինքը իրեն կենդանի զգացել։ Արամը չգիտեր, արդյոք ճիշտ բան էր անում, բայց գիտեր, որ այլս հետդարձի ճանապարհ չուներ։ Այդ օրը հրապարակում նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Մի դուռ, որը տարիներ շարունակ փակ էր, բացվել էր, թեկուզ միայն մի ճեղքով։ Եվ հոր մահից հետո առաջին անգամ Արամ Ղազարյանը դատարկությունից բացի այլ բան զգաց։ Նա նպատակ զգաց։ Գլուխ երկու հաջորդ 3 օրերն անցան մի առօրյայով, որը Արամը երբեք չէր փորձել։ Ամեն առավոտ, ընկերության ամենահրատապ հաշվետվությունները արագ ստուգելուց հետո, նա մեքենայով գնում էր Նաիրի բժշկական կենտրոն, այցելելու անին երեխաներին։ Բերում էր թարմ մրգեր, բնական հյութեր, մի քանի ամսագրեր, մանկական գրքեր, որոնք գնել էր ճանապարհին գտնվող գրախանութից։ Նա հստակ չգիտեր, թե 5 տարեկան երեխան ինչ կցանկանար կարդալ, ուստի օգնություն խնդրեց վաճառողուհուց, որն ընտրեց գունավոր պատմություններ, մեծ նկարազարդումներով սկսնակների համար հարմար չափի տառերով։ Մարիամն արթնացել էր ուշաթափվելու հաջորդ օրը, դեռս տկար, բայց գիտակից։ Երբ Արամը երկրորդ այցելության ժամանակ մտավ սենյակ, նա պառկած էր մահճակալին, գլուխը դրած սպիտակ բարձերի վրա, ձեռքին բռնած մի փափուկ արջուկ, որը բարի բուժքույրերից մեկը բերել էր։ Նրա շագանակագույն աչուկները հետաքրքրասիրությամբ հետեցին նրան, երբ նա մոտեցավ։ Ողջույն, Մարիամ, մեղմորեն ասաց Արամը, նստելով մահճակալի կողքի աթոռին։ Այսօր ինչպես ես քեզ զգում։ Աղջիկը նայեց մորը, կարծես խոսելու թույլտվություն խնդրելով։ Անին, նստած մահճակալի մյուս կողմում, գլխով արեց, քաջալերելով դստերը։ Ավելի լավ, բարակ ու ամաչկոտ ձայնով պատասխանեց Մարիամը։ Այստեղի մորաքույրները շատ լավն են։ Ինձ արջուկ են տվել։ Արամը ժպտաց։ Նա իսկապես շատ գեղեցիկ է։ Անունն ինչ է։ Դեռ չգիտեմ։ Մտածում եմ։ Իսկ ինչ կասես սուրճիկի մասին, առանց շատ մտածելու առաջարկեց Արամը։ Որովհետև նա սուրճի պես շագանակագույն է։ Մարիամը մեղմ ծիծաղեց, առաջին անկեղծ ուրախության ձայնը, որ Արամը լսում էր նրանից։ Սուրճիկ։ Ինչ զվարճալի անուն է արջուկի համար։ Հա, բայց սազում է, չէ՞։ Մարիամը նայեց արջուկին, լրջորեն քննարկելով։ Լավ։ Ուրեմն կլինի սուրճիկ։ Դավիթը նստած էր սենյակի անկյունի բազկաթոռին, թերթելով մեքենաների մասին ամսագիրը, որը Արամը բերել էր նախորդ օրը։ Տղան ավելի զուսպ էր թվում, քան քույրը, գործարարին դիտելով երախտագիտության անվստահության խառնուրդով։ Արամը հասկանում էր։ Այդ տղան հավանաբար վաղ տարիքից սովորել էր պաշտպանել մորն ու քրոջը, կասկածել անծանոթներին, հատկապես անծանոթ տղամարդկանց, որոնք հայտնվում էին ոչ մի տեղից օգնություն առաջարկելով։ Ես ձեզ համար մի քանի գիրք եմ բերել, ասաց Արամը, փաթեթները հանելով պայուսակից։ Քեզ համար, Մարիամ, արքայադուստրերի կենդանիների մասին պատմություններ։ Իսկ քեզ համար, Դավիթ, ես գտա մի գիրք գյուտերի իրերի աշխատանքի մասին։ Մտածեցի, կարող է դուրդ գալ։ Դավիթը վեր կացավ, զգուշորեն վերցրեց գիրքը, կարծես թանկարժեք մի բան լիներ։ Իսկապես։ Կարող եմ սա ինձ պահել։ Իհարկե։ Քոնն է։ Տղան բացեց գրքի առաջին էջը, աչքերը փայլեցին, երբ տեսավ դիագրամներ, թե ինչպես են ինքնաթիռները թռչում, ինչպես են շարժիչներն աշխատում։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Շատ լավն է։ Կարող ես ինձ ուղղակի Արամ ասել։
Անին շատ ավելի արագ էր ապաքինվել, քան Մարիամը։ Նրա թերսնուցումը ծանր էր, բայց չէր հասել դստեր նման կրիտիկական կետի։ Նա արդեն կարողանում էր քայլել սենյակում, ինքնուրույն լոգանք ընդունել, դեմքը նորից գույն էր ստանում։ Բայց Արամը նկատում էր, որ նա այլ բեռ էր կրում։ Դա միայն ֆիզիկական չէր։ Դա այն ամոթն էր, որ հասել էր այդ կետին, այն մեղքի զգացումը, որ չէր կարողացել ավելի լավ պաշտպանել իր երեխաներին, անորոշ ապագայի վախը։ Մի երեկո, երբ երեխաները քնած էին ճաշից հետո, Արամն ու Անին զրուցեցին սենյակի փոքրիկ պատշգամբում։ Արը պատուհաններից ներս էր թափանցում, լույսի նախշեր ստեղծելով հատակին, իսկ քաղաքի ձայնը խուլ էր հասնում, հեռավոր։ «Պարոն Արամ», վարանելով սկսեց Անին, «ես պետք է իմանամ։ Ինչու եք այս ամենն անում։ Իսկապես։ Չեմ հասկանում։ Ձեր նման մարդիկ սովորաբար փողոցում իմ նման մարդկանց նույնիսկ չեն նայում։ Եվ հանկարծ դուք հայտնվում եք, վճարում հիվանդանոցի համար, առաջարկում ձեր տունը։ Պետք է որ մի պատճառ լինի»։ Արամը մի պահ լուռ մնաց, պատուհանից նայելով ներքում գտնվող քաղաքին։ Ինչպես բացատրել մի բան, որն ինքն էլ լիովին չէր հասկանում։ «Հայրս 6 ամիս առաջ մահացավ», դանդաղ սկսեց նա։ «Նա զրոյից կայսրություն է կառուցել, ամբողջ կյանքն աշխատել է, ամեն ինչ զոհաբերել է բիզնեսի համար։ Ներառյալ սեփական կյանքը, սեփական երջանկությունը։ Երբ հիվանդանոցում էր վերջին օրերին, նա ինձ խոստում տվեց, որ ես չեմ ապրի այնպես, ինչպես ինքն է ապրել։ Որ դուրս կգամ իմ փղոսկրե աշտարակից, կճանաչեմ իրական աշխարհը, իրական մարդկանց։ Ես խոստացա, բայց գաղափար չունեի, թե ինչպես դա կատարել։ Այդպես սկսեցի ամեն առավոտ քայլել հանրապետության հրապարակով։ Պարզապես դիտելով, փորձելով հասկանալ։ Նա դադար տվեց, փնտրելով ճիշտ բառերը։ Եվ հետո տեսա ձեզ։ Տեսա, թե ինչպես էիք այդքան սիրով խնամում ձեր երեխաներին, այդքան քիչ բան ունենալով։ Տեսա, թե ինչպես էիք բաժանում այդ ուտելիքը, ձեզ համար գրեթե ոչինչ չթողնելով, որպեսզի նրանք կարողանան ուտել։ Եվ երբ Մարիամն ուշաթափվեց, իմ մեջ ինչ-որ բան պարզապես արձագանքեց։ Չմտածեցի, պարզապես գործեցի։ Եվ հիմա, ձեզ հետ խոսելով, լսելով ձեր պատմությունը, հասկանում եմ, որ գուցե սա այն պատասխանն է, որ հայրս ուզում էր, որ ես գտնեմ։ Որ գոյություն ունի մի աշխարհ, պայմանագրերից սեփականությունից անդին։ Իրական մարդկանց աշխարհ, իրական պատմություններով, իրական պայքարներ մղող։ Անին սրբեց դեմքով հոսող արցունքը։ Ձեր հայրը պետք է որ շատ իմաստուն մարդ է եղել։ Եվ դուք կատարում եք նրան տված խոստումը մի ձով, որով, վստահ եմ, նա կհպարտանար։ Հուսով եմ, մեղմորեն ասաց Արամը։ Կարող եմ մի բան հարցնել, մի պահ հետո ասաց Անին։ Դուք երբեք չեք ամուսնացել։ Երբեք երեխաներ չեք ունեցել։ Ոչ։ Միշտ շատ կենտրոնացած եմ եղել գործերի վրա։ Հարաբերությունները երբեք երկար չեն տել։ Կանայք, որոնց ճանաչել եմ իմ շրջապատից, միշտ ավելի շատ հետաքրքրված էին Ղազարյան ազգանունով, քան ինձնով։ Ես էլ շատ չէի օգնում։ Սառն էի, հեռու, հորս նման։ Արդյունքում մենակ մնացի։ Մենությունը դժվար է, համաձայնեց Անին։ Բայց դուք դեռ երիտասարդ եք։ Ժամանակ ունեք մեկին գտնելու։ Արամը չպատասխանեց։ Թեման նրան անհարմար էր զգալ տալիս, ուստի փոխեց այն։ Իսկ դուք։ Բժշկուհին ինձ ասաց, որ երեխաների հայրը լքել է նրանց։ Եթե դեմ չեք, որ պատմեք։ Անին խորը հոգոց հանեց, կարծես ուժ հավաքելով այդ մասին խոսելու համար։ Արթուրը տարբեր էր, երբ ծանոթացանք։ Կամ գոնե ես այդպես էի կարծում։ 3 տարի հանդիպում էինք, նախքան ամուսնանալը։ Նա վաճառող էր աշխատում շինանյութի խանութում, բավականին լավ էր վաստակում։ Ես քարտուղարուհի էի աշխատում մի փոքր գրասենյակում։ Երբ Դավիթը ծնվեց, ամեն ինչ դեռ լավ էր։ Ապրում էինք Աբովյանում, համեստ, բայց հարմարավետ բնակարանում։ Բայց երբ հղիացա Մարիամով, ամեն ինչ փոխվեց։ Նա դադար տվեց, հայացքը հեռու, կորած ցավոտ հիշողությունների մեջ։ Արթուրը սկսեց խմել։ Կորցնում էր աշխատանքներ, գտնում ուրիշներ, նորից կորցնում։ Ես որքան կարող էի, պահում էի իրավիճակը, բայց 2 փոքր երեխաների հետ դժվար էր լրիվ դրույքով աշխատել։ Նա նյարդայնանում էր, ագրեսիվ դառնում։ Երբեք ինձ չի հարվածել, բայց խոսքերն այնքան էին ցավեցնում։
Ասում էր, որ ես բեռ եմ, որ երեխաները բեռ են, որ ինքն ավելի լավ կյանքի է արժանի։ Մի գիշեր, 1.5 տարի առաջ, նա պարզապես հեռացավ։ Թողել էր մի գրություն, ասելով, որ գնում է ուրիշ երկրում բախտ փորձելու չի վերադառնալու։ Արամը զայրույթ զգաց իր ներսում։ Ինչպես կարող էր մի տղամարդ այդպես լքել սեփական ընտանիքը։ Ցավում եմ, որ դրա միջով եք անցել։ Իսկ հետո։ Հետո ամեն ինչ գլորվեց դեպի վատը։ Ես որոշ խնայողություններ ունեի, բայց դա բավարար չէր։ Մի քանի ամիս կարողացա վարձը պահել, պատահական աշխատանքներ անելով, մաքրություն, ամեն ինչ։ Բայց երբ Մարիամը հիվանդացավ այդ ուժեղ շնչառական վարակով, ստիպված էի բացակայել իմ գտած մշտական աշխատանքից։ Ինձ ազատեցին։ Առանց աշխատավարձի ոչինչ անել չէր լինի։ Տանտերը ուշացում չընդունեց, մեզ վտարեց։ Մի քանի շաբաթ փորձեցինք մնալ իմ հորաքրոջ աղջկա մոտ, բայց նրա ամուսինը չուզեց, որ ավելի երկար մնանք։ Ասաց, որ չի կարող ավելի շատ բերաններ կերակրել։ Եվ այդպես մենք հայտնվեցինք փողոցում։ Անին սրբեց համառորեն թափվող արցունքները։ Երբեք չէի պատկերացնի, որ կյանքս այսպիսին կդառնա, գիտեք։ Ես սովորել եմ, միշտ աշխատել եմ, միշտ ազնիվ եմ եղել։ Բայց երբեմն թվում է, թե որքան էլ ջանք թափես, աշխարհը պարզապես քեզ ներք է հրում, թույլ չի տալիս վեր կենալ։ Արամը չգիտեր, ինչ ասել։ Նրա կյանքի բոլոր փորձառություններն այնքան տարբեր էին նրանից, որ ցանկացած մխիթարական խոսք դատարկ, մակերեսային կթվար։ Ուստի նա պարզապես թեթակի դրեց իր ձեռքը նրա ձեռքի վրա, համերաշխության պարզ ժեստ։ Ամեն ինչ լավ կլինի հիմա, ասաց նա։ Դուք կապաքինվեք, անվտանգ տեղ կունենաք մնալու, դուք կկարողանաք վերականգնել ձեր կյանքը։ Ես կօգնեմ, ինչով որ անհրաժեշտ լինի։ Անին նրան նայեց այն աչքերով, որոնք այդքան տառապանք էին տեսել, բայց որոնք դեռ հույս էին պահպանում։ Շնորհակալ եմ, Արամ։ Իսկապես։ Դուք չգիտեք, թե ձեր խոսքերն ինչքան բան են նշանակում ինձ համար։ Երրորդ օրը բժշկուհի Հակոբյանը բոլորին դուրս գրեց։ Մարիամը զարմանալիորեն լավ էր ապաքինվել։ Երեխաների դիմացկունությունը միշտ զարմացնում էր բժիշկներին։ Նա ավելի կարմրած էր, ավելի աշխույժ, կարողանում էր քայլել առանց գլխապտույտի։ Դավիթն ու Անին նույնպես լավ վիճակում էին։ Հիվանդանոցից դուրս գալուց առաջ Արամը համոզվեց, որ բոլորը վերջնական ամբողջական հետազոտություններ անցնեն։ Ուզում էր բացարձակապես վստահ լինել, որ նրանք առողջ են, նախքան նրանց տուն տանելը։ Բուժքույրն օգնեց Անին երեխաներին հագնել նոր հագուստ, որը Արամը գնել էր։ Ոչ մի շքեղ բան, պարզապես հասարակ, հարմարավետ պատշաճ կտորներ։ Ջինսե տաբատներ, շապիկներ, ծաղկավոր զգեստ Մարիամի համար, նոր սպորտային կոշիկներ բոլորի համար։ Անին բողոքեց ծախսերի դեմ, բայց Արամը պնդեց։ Նրանց նախկին հագուստը չափազանց մաշված էր, նա ուզում էր, որ նրանք այս նոր փուլը սկսեն արժանապատվորեն։ Երբ նրանք դուրս եկան հիվանդանոցից այդ ուրբաթ օրվա արոտ կեսօրին, Արամը կրծքում տարօրինակություն զգաց։ Նա պատրաստվում էր 3 անծանոթների տանել իր տուն, այն տուն, որտեղ մեծացել էր, որտեղ հայրն ապրել մահացել էր։ Դա սարսափելի մի նույն ժամանակ տարօրինակ կերպով մխիթարական զգացողություն էր։ Ճանապարհը դեպի կենտրոն լուռ էր։ Դավիթն ու Մարիամը դեմքերը կպցրել էին մեքենայի պատուհանին, դիտելով անցնող քաղաքը։ Նրանք հավանաբար սովոր չէին մեքենայով երթեկելուն, էլ ուր մնաց, շքեղ Մերսեդեսով կաշվե նստատեղերով օթորակիչով։ Անին լուռ էր հետի նստատեղին, ձեռքերը միահյուսված ծնկներին, ակնհայտորեն նյարդային։ Երբ Արամը կայանեց իր տան էլեկտրոնային դարպասի դիմաց, նա տեսավ, թե ինչպես բոլորի աչքերը լայնացան։ Դարպասն ավտոմատ բացվեց, նա ներս մտավ, բարձրանալով սալաքարե թեքահարթակով մինչ ավտոտնակ։ Առանձնատունն իսկապես վեհաշուք էր։ 3 հարկ նեոդասական ճարտարապետությամբ խնամված այգիներ, մուտքի մոտ դեկորատիվ շատրվան, որը հայրը տասնամյակներ առաջ էր տեղադրել։ Բարի գալուստ ձեր նոր ժամանակավոր տուն, ասաց Արամը, անջատելով շարժիչը։ Նրանք դուրս եկան մեքենայից, կանգնեցին այնտեղ, նայելով շինությանը, կարծես երազում լինեին։ Մարիամը ամուր բռնել էր մոր ձեռքը, իսկ Դավիթը տանում էր փոքրիկ պայուսակը, իրենց ունեցած սակավաթիվ իրերով։ Արամը բացեց գլխավոր դուռը, նրանց ուղեկցեց ներս։ Նախասրահը ընդարձակ էր, իտալական մարմարե հատակով, բարձր առաստաղից կախված բյուրեղյա ջահով, ազնվափայտ փայտից աստիճանավանդակով, որը բարձրանում էր երկրորդ հարկ։
Պատերը զարդարում էին բնանկարներ, իսկ խորշերը զբաղեցնում էին թարմ ծաղկեփնջերով ծաղկամաններ։ Վայ, շնջաց Մարիամը, նրա աչուկները փայլում էին։ Սա ամրոց է։ Արամը ժպտաց։ Ոչ այնքան։ Բայց մեծ է, այո։ Եկեք, ցույց տամ ձեր սենյակը։ Նա նրանց աստիճաններով բարձրացրեց երկրորդ հարկ։ Միջանցքը լայն էր, յուրաքանչյուր կողմում մի քանի դռներ։ Արամը կանգ առավ աջ կողմի երրորդ դռան դիմաց բացեց այն։ Նրա ընտրած սենյակը ընդարձակ էր, ուներ երկու մահճակալ, մեկը երկտեղանոց, մեկը մեկտեղանոց, բացի հին պահարանից կոմոդից։ Մեծ պատուհանից շատ բնական լույսեր ներս թափանցում տեսարան էր բացվում դեպի հետի այգին, որտեղ մրգատու ծառեր էին աճում կանաչ սիզամարգի շուրջ։ Սա ձեր սենյակն է, ասաց Արամը։ Լոգարանն այնտեղ է, միայն ձեզ համար։ Կան մաքուր սրբիչներ, օճառ, շամպուն, այն ամենը, ինչի կարիքը կունենաք։ Խոհանոցը առաջին հարկում է, կարող եք ուտել ինչ ուզում եք, երբ ուզում եք։ Իմ սենյակը միջանցքի վերջում է, եթե ինչ-որ բանի կարիք ունենաք։ Անին դանդաղ մտավ սենյակ, կարծես վախենում էր, որ դա կանհետանա, եթե շատ արագ շարժվի։ Ձեռքը տարավ մահճակալի վրայով, ստուգելով ներքնակի փափկությունը։ Երեխաները վազեցին դեպի պատուհան, մատնացույց անելով ծառերը ուրախ բացականչելով, երբ տեսան ճյուղից ճյուղ թռչող սկյուռիկ։ Արամ, սա չափազանց շատ է, խեղդված ձայնով ասաց Անին։ Չգիտեմ, ինչպես ենք քեզ փոխհատուցելու այս ամենի համար։ Ոչինչ փոխհատուցել պետք չէ։ Պարզապես հարմարավետ տեղավորվեք, ապաքինվեք։ Մնացածը ժամանակի ընթացքում կլուծենք։ Նա թողեց, որ նրանք հանգիստ ուսումնասիրեն սենյակը, իջավ խոհանոց։ Տիկին Գայանեն, սպասուհին, որն ավելի քան 20 տարի աշխատում էր ընտանիքի համար, կգար հաջորդ առավոտ, ինչպես միշտ։ Արամը պետք է խոսեր նրա հետ նոր իրավիճակի մասին։ Առայժմ որոշեց ընթրիքի համար ինչ-որ բան պատրաստել։ Նայեց սառնարանի մեջ, գտավ մի քանի հիմնական բաղադրիչներ։ Նա փորձառու խոհարար չէր, բայց կարողանում էր մի քանի պարզ բան պատրաստել։ Որոշեց մակարոն պատրաստել լոլիկի սոուսով տապակած հավով։ Ոչ մի բարդ բան, բայց սննդարար առատ կլիներ։ Մինչ պատրաստում էր, լսեց աստիճաններից իջնող քայլեր։ Դավիթն էր, որը հայտնվեց խոհանոցի դռան մոտ հետաքրքրասեր արտահայտությամբ։ Կարող եմ օգնել, պարոն Արամ։ Իհարկե։ Կարող ես ինձ ուղղակի Արամ ասել։ Ինչ կասես այս բանջարեղենը կտրատելու մասին, աղցանի համար։ Երկուսով աշխատեցին խոհանոցում կողք կողքի։ Դավիթը զգույշ էր կոկիկ, լոլիկներն ու վարունգները կտրատելով հավասար կտորների։ Արամը նկատեց, որ տղան հավանաբար սովոր էր օգնել մորը, որը պետք է որ երեխաներին սովորեցրած լիներ մասնակցող պատասխանատու լինել վաղ տարիքից։ Սիրում ես սովորել, Դավիթ, հարցրեց Արամը, խառնելով սոուսը կաթսայում։ Սիրում եմ։ Ավելի ճիշտ, սիրում էի։ Դադարեցի դպրոց գնալ, երբ մենք տունը կորցրինք։ Մայրս խոստացավ, որ կվերադառնամ, հենց որ գործերը լավանան։ Նա միշտ ասում էր, որ սովորելը կարևոր է։ Եվ իսկապես կարևոր է։ Որ դասարանում էիր։ Երրորդ։ Ես լավ էի մաթեմատիկայից։ Ուսուցչուհին միշտ ասում էր, որ ես թվերի հետ լավ եմ։ Արամը ժպտաց։ Մաթեմատիկան հիանալի է։ Շատ օգտակար է կյանքում։ Կցանկանայիր վերադառնալ սովորելու։ Դավիթի աչքերը փայլեցին։ Իսկապես։ Ես կարող եմ։ Իհարկե։ Մենք մոտակայքում լավ դպրոց կգտնենք, քեզ կգրանցենք։ Եվ Մարիամին նույնպես, երբ մի փոքր ավելի ուժեղանա։ Կրթությունը կարևոր է։ Շնորհակալ եմ, Արամ, անկեղծորեն ասաց Դավիթը։ Դուք շատ լավ մարդ եք։ Ես սկզբում ձեզ չէի վստահում, բայց հիմա տեսնում եմ, որ դուք տարբեր եք։ Արամը կրծքում սեղմում զգաց։ Կարող ես ինձ վստահել, Դավիթ։ Ես կհոգամ քո ընտանիքի մասին։ Ընթրիքը մատուցվեց խոհանոցի սեղանին, ոչ թե պաշտոնական ճաշասենյակում, որը Արամը հազվադեպ էր օգտագործում։ Անին պնդեց, որ օգնի սեղանը գցելուն, իսկ Մարիամը չափազանց աշխույժ էր, հանգիստ մնալու համար, վազվզում էր խոհանոցում հարցեր տալիս ամեն ինչի մասին, ինչ տեսնում էր։ Երբ վերջապես նստեցին ուտելու, մի պահ լռություն տիրեց։ Անին երեխաները նայում էին իրենց արջի ուտելիքին երախտագիտության անհավատության խառնուրդով։
Դա պարզ կերակուր էր, բայց նրանց համար, ովքեր ամիսներ շարունակ պատահական էին սնվել, դա խնջույք էր թվում։ Կարո՞ղ ենք ուտել, ցածրաձայն հարցրեց Դավիթը։ Իհարկե, ասաց Արամը։ Ամեն ինչ մերն է։ Անին պնդեց, որ բոլորը աղոթեն ուտելուց առաջ, շնորհակալություն հայտնելով ուտելիքի Արամի բարության համար։ Նա առանձնապես կրոնասեր չէր, բայց հարգեց պահը, նրանց հետ միասին գլուխը խոնարհելով։ Երբ սկսեցին ուտել, Արամը դիտում էր, թե ինչպես են երեխաները դանդաղ ծամում, վայելելով յուրաքանչյուր պատառաքաղը։ Դա տարբերվում էր նրանից, թե ինչպես էին առատությանը սովոր մարդիկ ուտում, միշտ շտապելով, ուտելիքը որպես տրված բան ընդունելով։ Ընթրիքից հետո Անին պնդեց, որ լվանա սպասքը։ Արամը փորձեց խանգարել, ասելով, որ նա պետք է հանգստանա, բայց նա վճռական էր։ Ես պետք է ինձ օգտակար զգամ, Արամ։ Խնդրում եմ։ Թող ես անեմ։ Նա հասկացավ։ Դա երախտագիտության կամ վճարման մասին չէր։ Դա արժանապատվության մասին էր, լիովին կախյալ չզգալու իրավիճակում, որտեղ նա շատ քիչ վերահսկողություն ուներ որևէ բանի նկատմամբ, որոշակի վերահսկողության զգացում պահպանելու մասին էր։ Մինչ Անին լվանում էր սպասքը, իսկ Արամը չորացնում, Դավիթը Մարիամին տարավ սենյակ։ Շուտով վերի հարկից լսվեցին մանկական ծիծաղներ։ Դա մի ձայն էր, որն այդ տունը վաղուց չէր լսել։ Արամն ու Անին աշխատեցին հարմարավետ լռության մեջ, խոհանոցում շարժվելով անսպասելի ներդաշնակությամբ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Արամ, ասաց Անին, երբ վերջին ափսեն դրեցին տեղը։ Իսկապես։ Բառեր չունեմ արտահայտելու, թե սա որքան բան է նշանակում ինձ իմ երեխաների համար։ Ուրախ եմ, որ կարող եմ օգնել։ Իսկապես։ Անին նրան նայեց մտածկոտ արտահայտությամբ։ Կարող եմ մի բան հարցնել։ Դուք չեք վախենում մեզ այսպես ձեր տուն թողնելուց։ Մենք անծանոթներ ենք։ Մի փոքր ազնվորեն խոստովանեց Արամը։ Բայց իմ բնազդն ինձ հուշում է, որ դուք լավ մարդիկ եք, որոնք դժվար ժամանակների միջով են անցել։ Եվ երբեմն մենք պետք է վստահենք մեր բնազդներին։ Դե, կարող եք վստահել։ Ես այս տանը կհոգամ, կարծես իմը լինի։ Եվ հենց որ կարողանամ ոտքի կանգնել, կհեռանամ թույլ կտամ, որ վերադառնաք ձեր սովորական կյանքին։ Արամն անմիջապես չպատասխանեց։ Ճշմարտությունն այն էր, որ նա վստահ չէր, թե ուզում է վերադառնալ սովորական կյանքին։ Սովորական կյանքը մենություն էր, լռություն, դատարկություն։ Սա տանը մարդկանց ունենալը, ծիծաղներ լսելը, կերակուր կիսելը ավելի կենդանի էր թվում, քան այն ամենը, ինչ նա զգացել էր վերջին տարիներին։ Այդ առաջին գիշերը տարօրինակ էր բոլորի համար։ Արամը պառկեց իր հսկայական մահճակալին, լսելով տան ձայները, որոնք իրենը չէին։ Քայլեր միջանցքում, խուլ խոսակցություններ, լոգարանի ջրի ձայնը, մահճակալի ջռոցը, երբ ինչ-որ մեկը շրջվում էր։ Դրանք կյանքի ձայներ էին, այդ տարածքը բնակեցնող մարդկանց ձայներ։ Եվ ամիսների ընթացքում առաջին անգամ Արամն իրեն լիովին մենակ չզգաց։ Հաջորդ առավոտ Արամն արթնացավ մի հոտից, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Թարմ եփվող սուրճի, տապակվող հացի, ձվածեղի հոտ։ Նա իջավ խոհանոց դեռ գիշերազգեստով գտավ Անիին, որը նախաճաշ էր պատրաստում։ Նա հագել էր գոգնոց, որը գտել էր դարակներից մեկում, մազերը հավաքված էին հանգույցով, ցածրաձայն երգում էր, աշխատելիս։ Բարի լույս, ասաց նա, տեսնելով նրան։ Հուսով եմ, դեմ չեք։ Սառնարանում ամեն ինչ գտա մտածեցի, նախաճաշ պատրաստեմ բոլորիս համար։ Բնավ դեմ չեմ, ասաց Արամը, զարմացած, թե որքան էր այդ տեսարանը հուզում իրեն։ Վաղուց է, ինչ այս խոհանոցն այսպիսի եռուզեռ չի ունեցել։ Երեխաները շուտով հայտնվեցին, դեռ քնաթաթախ, բայց աշխույժ։ Նստեցին սեղանի շուրջ, սկսեցին աշխույժ զրուցել իրենց տեսած երազների, այգում տեսած սկյուռիկի, մահճակալների փափկության մասին։ Դա սովորական ընտանեկան զրույց էր, մի բան, որն այնքան սովորական էր միլիոնավոր մարդկանց համար, բայց այնքան հազվադեպ Արամի կյանքում։ Տիկին Գայանեն ժամանեց առավոտյան ժամը 9-ին, ինչպես միշտ։ Նա 60 անց մի կին էր, ալեհեր մազերով, որը Արամին ճանաչում էր մանկուց։ Երբ նա մտավ խոհանոցի դռնից, տեսավ տեսարանը, սեղանի շուրջ նախաճաշող ընտանիքը, նա զարմացած կանգ առավ։ Տիկին Գայանե, ասաց Արամը, վեր կենալով։ Թույլ տվեք ներկայացնել։ Սա Անին է, նրա երեխաները, Դավիթն ու Մարիամը։ Նրանք մի որոշ ժամանակ մեզ հետ կմնան։ Տիկին Գայանեն նայեց Արամից Անին, նորից Արամին, մարսելով տեղեկությունը։
Հետո դանդաղ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Հաճելի է ծանոթանալ։ Եվ որքան լավ է, որ այս տունը վերջապես նորից մարդաշատ է։ Արդեն տխրում էի, տեսնելով տղա Արամին այստեղ միշտ մենակ։ Արամը մի փոքր շփոթվեց, բայց շնորհակալություն հայտնեց։ Օրվա ընթացքում տիկին Գայանեն Անին ցույց տվեց, թե տանը ինչը որտեղ է, ինչպես են աշխատում կենցաղային տեխնիկան, որտեղ են պահվում մաքրող միջոցները։ Անին ուշադրությամբ յուրացնում էր ամեն ինչ, հարցեր տալով, մտովի նշելով յուրաքանչյուր մանրուք։ Կեսօրին Արամը պետք է գնար գրասենյակ մի քանի կարևոր հանդիպումների, որոնք չէր կարող հետաձգել։ Դուրս գալուց առաջ կանչեց Դավիթին։ Դավիթ, ես պետք է մի քանի ժամով դուրս գամ։ Կարող ես հոգ տանել քրոջդ օգնել մորդ, ինչով որ նա կարիք ունենա։ Տղան լրջորեն գլխով արեց։ Անհոգ եղեք, Արամ։ Ես կհոգամ։ Երբ Արամը վերադարձավ երեկոյան, նա մի տեսարանի ականատես եղավ, որը ստիպեց նրան կանգ առնել դռան մոտ։ Անին այգում էր երեխաների հետ։ Մարիամը վազում էր թիթեռների հետից, բարձր ծիծաղելով, մինչ Դավիթը փորձում էր բարձրանալ փոքր ծառերից մեկը։ Անին նստած էր խոտերի վրա, դիտելով երեխաներին մի ժպիտով, որը Արամը դեռ չէր տեսել նրա դեմքին։ Դա խաղաղության, թեթացման, հույսի ժպիտ էր։ Նա մի քանի րոպե կանգնեց դռան մոտ, պարզապես դիտելով, առանց նրանք նկատեին իր ներկայությունը։ Նրա ներսում ինչ-որ բան տաքացավ, տեսնելով այդ տեսարանը։ Իր տունը, իր այգին, որոնք միշտ այնքան դատարկ էին, այժմ լի էին կյանքով։ Եվ հոր մահից հետո առաջին անգամ Արամը զգաց, որ գուցե, միայն գուցե, նա կարող է նոր նպատակ գտնել իր կյանքի համար։ Մի նպատակ, որը դուրս էր ֆինանսական հաշվեկշիռների թվերից, անշարժ գույքի պայմանագրերից։ Մի նպատակ, որը ներառում էր իրական մարդկանց, իրական զգացմունքներ, իրական մարդկային կապեր։ Եվ դա մի նույն ժամանակ վախեցնում ոգորում էր։ Գլուխ 3 հաջորդ շաբաթները զգալի փոփոխություններ բերեցին կենտրոնի առանձնատան բոլոր բնակիչների համար։ Արամը Դավիթին գրանցեց մոտակա մասնավոր դպրոցում մի հեղինակավոր հաստատությունում, որն առաջարկում էր որակյալ կրթություն ուներ հատուկ ծրագիր այն աշակերտների համար, ովքեր երկարատ բացակայություններից հետո լրացուցիչ պարապմունքների կարիք ունեին։ Տղային անմիջապես ընդունեցին, երբ տնօրենն իմացավ, որ Արամ Ղազարյանն է հոգալու բոլոր ծախսերը։ Դավիթն ամեն առավոտ ոգորված էր արթնանում, հպարտությամբ հագնում նոր համազգեստը, երեկոյան վերադառնում, լի պատմություններով այն մասին, թե ինչ է սովորել։ Մարիամը, որը դեռ լիովին ապաքինման փուլում էր, օրերն անցկացնում էր տանը մոր հետ։ Նրանք խաղում էին այգում, գունավորում նկարներ խոհանոցի սեղանին, դիտում կրթական հաղորդումներ հյուրասենյակի հեռուստացույցով։ Փոքրիկ աղջիկն արագ քաշ էր հավաքում, այտերն ավելի փքուն էին դառնում, իսկ ծիծաղն ավելի հաճախակի ու անկեղծ էր հնչում։ Նա այնպես էր կապվել Արամի հետ, որ զարմացնում էր բոլորին, ներառյալ հենց գործարարին։ Ամեն անգամ, երբ նա աշխատանքից տուն էր գալիս, Մարիամը վազում էր դեպի դուռը, բացականչելով Ռաֆա Քերի թռչում նրա գիրկը, ամուր գրկելու։ Արամը սկզբում չգիտեր, ինչպես վարվել այդքան ջերմության հետ։ Նա երբեք մտերիմ չէր եղել երեխաների հետ, զարմիկներ չուներ, ոչ մի փորձ չուներ այդ մանկական աշխարհի հետ, իր ինքնաբուխ գրկախառնություններով, սիրո անկեղծ դրսորումներով։ Բայց կամաց-կամաց նա սովորեց, հայտնաբերեց, որ պաշտում է այն պահերը, երբ Մարիամը վազում էր դեպի իրեն։ Դա ինչ-որ մեկի համար կարող լինելու, սպասված լինելու, ուրիշի կյանքում իսկապես նշանակություն ունենալու զգացում էր։ Անին, իր հերթին, տան հոգսերն իր վրա վերցրեց տպավորիչ նվիրումով։ Նա համեղ ուտեստներ էր պատրաստում, օգտագործելով մորից սովորած բաղադրատոմսերը, բոլոր սենյակները անթերի մաքուր ու կոկիկ էր պահում, այդ առանձնատուն բերում էր մի մարդկային ջերմություն, որը տարիներ շարունակ պակասում էր։ Տիկին Գայանեն պաշտում էր աշխատանքի ընթացքում ընկերակցություն ունենալը, նրանք երկուսով արագ ընկերացան, կիսվելով պատմություններով, բաղադրատոմսերով, ծիծաղով, մինչ լվացք էին ծալում կամ պատուհաններ մաքրում։ Արամը սկսեց ավելի շուտ տուն գալ գրասենյակից։ Նախկինում նա մինչ ուշ աշխատում էր, քանի որ պատճառ չկար դատարկ տուն վերադառնալու։ Հիմա կար Անիի պատրաստած ընթրիքը, այն հրաշալի բույրով, որը լցնում էր ամբողջ տունը։ Կար Դավիթը, որը մաթեմատիկայի տնային աշխատանքի հարցում օգնության կարիք ուներ։ Կար Մարիամը, որն ուզում էր ցույց տալ իր նոր նկարը։ Կային զրույցներ ճաշի ընթացքում, ծիծաղ հյուրասենյակում, կյանք, որը բաբախում էր յուրաքանչյուր սենյակում։ Հենց այդպիսի մի երեկո, ընտանիքի ժամանումից մոտ 1 ամիս անց, Արամը մի հայտնագործություն արեց, որը նորից պետք է փոխեր ամեն ինչ։
Նա բարձրացավ, ստուգելու, թե արդյոք Դավիթը տնային աշխատանքն անում է, անցնելով Անիի սենյակի մոտով, նկատեց կիսաբաց դուռը։ Նրա մտադրությունը լրտեսելը չէր, բայց ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Սենյակի ներսից մեղմ լույս էր գալիս, նա լսեց մի ռիթմիկ ձայն, որը չկարողացավ ճանաչել։ Նա թեթակի թակեց դուռը։ Անի կարելի՞ է ներս մտնել։ Իհարկե, պատասխանեց նա։ Արամը բացեց դուռը, զարմացած կանգ առավ իր առջ բացված տեսարանից։ Անին նստած էր պատուհանի մոտ գտնվող աթոռին, ծնկներին փռված կտորով։ Ձեռքերում ասեղ ութել էր բռնել, ձեռքով կարում էր ճշգրիտ ու նուրբ շարժումներով։ Մահճակալի վրա կային այլ կտորի կտորներ, կտրված հատուկ ձերով, գնդասեղներ, դասավորված փոքրիկ բարձիկի վրա, դերձակի մկրատներ, մի քանի գունավոր կոճակներ։ Դու կարո՞ղ ես, հարցրեց Արամը, անկեղծորեն զարմացած։ Անին նայեց իր ձեռքերի կտորին քնքշության մելանխոլիայի խառնուրդով։ Այո։ Մայրիկիցս եմ սովորել, երբ երեխա էի։ Նա պրոֆեսիոնալ դերձակ էր, հատուկ պատվերով զգեստներ էր կարում։ Ես մեծացել եմ տեսնելով նրա աշխատանքը, սովորել եմ բոլոր հնարքները, բոլոր կարերը, բոլոր գաղտնիքները։ Երբ նա մահացավ 10 տարի առաջ, ես շարունակեցի կարել, որպես նրան մոտ զգալու միջոց։ Արամը մոտեցավ, ավելի ուշադիր նայելով աշխատանքին։ Նույնիսկ իր ոչ պրոֆեսիոնալ աչքով նա կարող էր նկատել դրա որակը։ Կարերը հավասար էին, նուրբ, գրեթե անտեսանելի։ Ավարտը անթերի էր։ Իսկ հիմա ինչ ես անում։ Զգեստ Մարիամի համար։ Այս կտորները գտա մոտակա օգտագործված իրերի խանութում, երբ տիկին Գայանեի հետ շուկա էի գնացել։ Քո տված գումարից մի փոքր ծախսեցի, հուսով եմ դեմ չես։ Ուզում էի նրա համար ինչ-որ յուրահատուկ բան անել։ Մի գեղեցիկ բան, որը միայն իրենը կլիներ։ Արամը նայեց կտորի կտորներին, հասկացավ, որ արդեն հնարավոր է պատկերացնել զգեստի ձ. Դա կլիներ պարզ, բայց էլեգանտ զգեստ, թերի վրա նուրբ մանրամասներով, գոտկատեղին գոտիով։ Անի, սա անհավանական է։ Դու շատ տաղանդավոր ես։ Նա ամաչկոտ ժպտաց։ Պարզապես կար է։ Առանձնահատուկ բան չկա։ Ոչ, լուրջ եմ ասում։ Սա արվեստ է։ Երբե մտածել ես սա մասնագիտություն դարձնելու մասին։ Անին առանց հումորի ծիծաղեց։ Մտածել եմ, այո։ Իրականում դա իմ երազանքն էր, երբ ավելի երիտասարդ էի։ Ուզում էի ունենալ իմ սեփական ատելյեն, ստեղծել բացառիկ նմուշներ, տեսնել մարդկանց, իմ ստեղծագործությունները հագած։ Բայց կյանքը այլ կերպ դասավորվեց։ Վաղ ամուսնացա, երեխաներ ունեցա, երաշխավորված աշխատավարձով մշտական աշխատանքի կարիք ունեի։ Կարը մնաց որպես հոբբի, մի բան, որ անում էի ազատ ժամանակ։ Իսկ եթե կարողանայիր վերսկսել այդ երազանքը, հարցրեց Արամը, մի գաղափար սկսելով ձևավորվել նրա մտքում։ Անին նրան նայեց թերահավատությամբ։ Արամ, պրոֆեսիոնալ դերձակներին ենթակառուցվածք է պետք։ Արդյունաբերական մեքենաներ, հարմար տարածք, որակյալ նյութեր, վճարելու պատրաստ հաճախորդներ։ Այս ամենը շատ գումար արժե։ Գումար, որը ես չունեմ։ Իսկ եթե ես ներդրում անեմ քո մեջ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Անին նրան նայում էր, կարծես նա լիովին անհեթեթ բան ասած լիներ։ Ինչպես թե ներդրում անես իմ մեջ։ Արամը նստեց մահճակալի եզրին, մտածելով խոսելիս։ Ես երրորդ հարկում դատարկ սենյակ ունեմ։ Հորս գրասենյակն էր, բայց նրա մահից հետո չի օգտագործվում։ Մեծ է, լավ բնական լուսավորություն ունի, գեղեցիկ տեսարան։ Կարող է կատարյալ ատելյե դառնալ։ Ես կգնեի անհրաժեշտ մեքենաները, նյութերը, այն ամենը, ինչի կարիքը կունենայիր։ Դու կստեղծեիր քո նմուշները, իսկ ես կօգնեի տարածել քո աշխատանքը։ Ես կապեր ունեմ, ճանաչում եմ մարդկանց նորաձության աշխարհում, բուտիկների սեփականատերերի։ Կարող էի դռներ բացել քո համար։ Անին դանդաղ գլուխը թափ տվեց, ակնհայտորեն անհավատ։ Արամ, դու արդեն չափազանց շատ բան ես արել մեզ համար։ Ես այլս ոչինչ չեմ կարող ընդունել։ Դա կլիներ քո բարությունը չարաշահել։ Դա չարաշահում չէր լինի, այլ համագործակցություն։ Ներդրում։ Ես հավատում եմ քո տաղանդին։ Եթե քո նմուշները լինեն այնքան լավ, որքան ես հավատում եմ, որ կլինեն, դու երկար ժամանակ իմ կարիքը չես ունենա։ Կկարողանաս հաստատվել, վաստակել քո սեփական գումարը, ունենալ քո անկախությունը։
Սա բարեգործություն չէ, անի։ Սա հնարավորություն է։ Նա երկար լուռ մնաց, նայելով իր ձեռքերի անավարտ զգեստին։ Արամը կարող էր տեսնել նրա ներսում տեղի ունեցող պայքարը, հպարտությունը պայքարում էր ցանկության դեմ, ձախողման վախը, հին երազանքն իրականացնելու հույսի դեմ։ Վերջապես, նա ցածր ձայնով խոսեց. «Եթե ընդունեմ, պետք է հստակ լինի, որ ես ամեն ինչ հետ եմ վճարելու։ Յուրաքանչյուր լուման, որ դու ներդնես իմ մեջ, ես կվերադարձնեմ, հենց որ սկսեմ գումար վաստակել վաճառքներից»։ Պայմանավորվեցինք։ Բայց առայժմ եկ կենտրոնանանք քո ատելյեն ստեղծելու քեզ փայլեցնելու վրա։ Անին սրբեց փախչող արցունքը։ Ինչու ես դու սա անում, Արամ։ Ինչու ես այդքան հավատում ինձ, երբ հազիվ ես ճանաչում։ Արամը մտածեց պատասխանի մասին։ Որովհետև երբ քեզ տեսա այն հրապարակում, ես մի բան տեսա, որը ճանաչեցի։ Տեսա մեկին, ով պայքարում էր աշխարհի դեմ, բայց չէր հանձնվում։ Տեսա արժանապատվություն, ուժ, սեր։ Եվ հիմա, տեսնելով քո աշխատանքը, տեսնում եմ իրական տաղանդ։ Ինչ որ մեկը պետք է քեզ հնարավորություն տա, անի։ Եվ ես ուզում եմ լինել այդ մարդը։ Հաջորդ օրերին Արամը սկսեց աշխատել հոր հին գրասենյակը կարի ատելյեի վերածելու ուղղությամբ։ Նա վարձեց ստեղծագործական աշխատանքային տարածքների մասնագետ ինտերիերի դիզայների բացատրեց, թե կոնկրետ ինչի կարիք կունենար անին։ Միասին նրանք պլանավորեցին յուրաքանչյուր մանրուք։ Սենյակը լիովին վերանորոգվեց։ Պատերը ներկվեցին բեժի մեղմ երանգով, որն արտացոլում էր բնական լույսը, առանց հոգնեցնելու աչքերը։ Պատուհանի երկայնքով տեղադրվեց մեծ աշխատանքային սեղան, որն ապահովում էր կատարյալ բնական լուսավորություն նուրբ աշխատանքների համար։ Պատերին ամրացվեցին դարակներ, կտորները, թելերը, կոճակները այլ նյութեր կազմակերպելու համար։ Մի անկյունում տեղադրվեց պրոֆեսիոնալ մանեկեն, իսկ մյուսում ամբողջ հասակով հայելի։ Ատելյեի կենտրոնական մասը վերջին սերնդի արդյունաբերական կարի մեքենան էր, որը կարող էր աշխատել ամենատարբեր տեսակի կտորների հետ։ Արամը նա գնեց պրոֆեսիոնալ օվերլոկ համակարգչային ասեղնագործության մեքենա բոլոր գործիքները, որոնց կարիքը կարող էր ունենալ դերձակը։ Տարբեր չափերի մկրատներ, հատուկ կանոններ, չափիչ ժապավեններ, գնդասեղներ, բոլոր տեսակի ասեղներ, բոլոր հնարավոր գույների թելեր։ Երբ 2 շաբաթ անց ամեն ինչ պատրաստ էր, Արամը կապեց Անիի աչքերը նրան աստիճաններով բարձրացրեց երրորդ հարկ։ Դավիթն ու Մարիամը ոգորված հետում էին նրանց, իմանալով անակնկալի մասին, բայց հերոսաբար պահելով գաղտնիքը։ Արամը կանգ առավ ատելյեի դռան դիմաց, ձեռքը բռնակի վրա։ «Պատրաստ ես», հարցրեց նա։ Անին, դեռ կապված աչքերով, նյարդային գլխով արեց։ «Կարծում եմ, այո»։ Նա բացեց դուռը նրան ներս տարավ։ Հետո, զգուշորեն, հանեց կապը։ Անին թարթեց, մինչ աչքերը հարմարվում էին լույսին, հետո լայն բացեց աչքերը, տեսնելով իր արջի ատելյեն։ Ձեռքերը տարավ բերանին, զսպելով զարմանքի ճիչը։ Արամ, շնջաց նա, դանդաղ պտտվելով, յուրաքանչյուր մանրուք յուրացնելու համար։ Սա ինձ համար է։ Ամբողջը քոնն է, հաստատեց նա, ժպտալով նրա արձագանքը տեսնելով։ Անին քայլեց տարածքով, կարծես տրանսի մեջ լիներ։ Ձեռքերը տարավ աշխատանքային սեղանի վրայով, նրբորեն դիպավ կարի մեքենային, բացեց կազմակերպված նյութերով լի դարակները։ Արցունքները սկսեցին ազատ հոսել նրա դեմքով։ Չեմ կարողանում հավատալ, խեղդված ձայնով ասաց նա։ Սա կատարյալ է։ Սա այն ամենն է, ինչի մասին միշտ երազել եմ։ Ինչպես իմացար։ Ես ուշադիր էի, երբ դու խոսում էիր քո երազանքի մասին։ Եվ օգտվեցի պրոֆեսիոնալ դիզայների օգնությունից, ով հասկանում է այս հարցերից։ Դավիթն ու Մարիամը վազեցին ներս, հետաքրքրասիրությամբ ուսումնասիրելով ատելյեն։ Մարիամը հիացած էր մանեկենով, կարծելով, թե դա հսկա տիկնիկ է։ Դավիթը տեխնիկական հետաքրքրությամբ սննում էր կարի մեքենան, ուզենալով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։ Անին մոտեցավ Արամին, ծանոթանալուց ի վեր առաջին անգամ, գրկեց նրան։ Դա անկեղծ, ամուր, երախտագիտությամբ հուզմունքով լի գրկախառնություն էր։ Արամը մի պահ լարվեց, սովոր չլինելով այսպիսի շփման, բայց հետո թուլացավ։ Փոխադարձեց գրկախառնությունը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա նրա ականջին։ Շնորհակալ եմ, որ հավատացիր ինձ։ Ես արժանի կլինեմ այս ներդրման յուրաքանչյուր լումային։ Խոստանում եմ։ Ես գիտեմ, որ այդպես կլինի, պատասխանեց նա։
Այդ օրվանից Անին սկսեց ամեն օր աշխատել ատելյեում։ Վաղ էր արթնանում, Դավիթին դպրոց էր տանում, առավոտը ստեղծագործում էր, մինչ Մարիամը խաղում էր սենյակում կամ այգում, տիկին Գայանեի հսկողության ներքո։ Կեսօրին Դավիթին դպրոցից վերցնում էր, հետո վերադառնում ատելյե, շարունակելու աշխատել մինչ ընթրիքի ժամը։ Առաջին նմուշները, որ նա ստեղծեց, ամենօրյա, պարզ, բայց էլեգանտ զգեստներ էին։ Արամը լուսանկարեց դրանցից յուրաքանչյուրը, տեղադրեց սոցիալական ցանցերում, նշելով իր ճանաչած մի քանի գործարար ընկերուհիների։ Արձագանքն անմիջական էր։ Կանայք սկսեցին հարցնել, թե որտեղ կարող են գնել այդ նմուշները, որքան արժեն, արդյոք պատվերով կարում են։ 3 շաբաթ անց Անին ունեցավ իր առաջին իրական հաճախորդը։ Քրիստինե Ավետիսյանը, Արամի գործընկերներից մեկի կինը, զգեստ պատվիրեց բարեգործական միջոցառման համար։ Անին նյարդայնացավ, բայց Արամը քաջալերեց նրան։ Դու կարող ես։ Վստահիր քո տաղանդին։ Զգեստը բացարձակ հաջողություն ունեցավ։ Քրիստինեն այն հագավ երեկույթին, անթիվ հաճոյախոսություններ ստացավ։ 3 այլ կանայք նույն երեկոյան խնդրեցին դերձակի կոնտակտները։ Շուտով Անին ուներ հաճախորդների սպասման ցուցակ, որոնք ցանկանում էին բացառիկ նմուշներ։ Արամն օգնեց սահմանել արդար գներ, բացատրելով Անիին, որ նրա աշխատանքը արժեք ունի, որ նա չպետք է ավելի քիչ գանձի, քան արժանի է։ Նա ցնցված էր նրա առաջարկած գումարներից, անհեթեթ համարելով, որ ինչ-որ մեկը այդքան կվճարեր զգեստի համար։ Բայց հաճախորդները վճարում էին առանց բողոքելու, ոմանք նույնիսկ ասում էին, որ դա էժան է որակի բացառիկության մակարդակի համար։ 2 ամսում Անին արդեն ուներ պատվերների կայուն հոսք։ Նա շաբաթական մոտ 3 նմուշ էր արտադրում, յուրաքանչյուրը վաճառվում էր այնպիսի գումարներով, որոնք գումարային ավելին էին, քան նա վաստակում էր իր նախկին աշխատանքներում մի ամբողջ ամսում։ Նա բանկային հաշիվ բացեց, սկսեց գումար խնայել, պլանավորելով այն օրը, երբ կկարողանա վերադարձնել Արամի ներդրումը վարձել իր սեփական տարածքը։ Բայց տեղի էր ունենում ոչ միայն մասնագիտական հաջողություն։ Այդ առանձնատան 4 բնակիչների միջ կապերը խորանում ամրապնդվում էին անսպասելի ձևով։ Արամը բնական հայրական կերպար դարձավ երեխաների համար։ Ամեն երեկո, ընթրիքից հետո, նա օգնում էր Դավիթին տնային աշխատանքի հարցում։ Տղան իսկապես տաղանդավոր էր մաթեմատիկայից, Արամը պաշտում էր տեսնել, թե ինչպես է այդ երիտասարդ միտքն աշխատում խնդիրների վրա, գտնելով ստեղծագործական լուծումներ։ Նրանք ժամերով նստում էին ճաշասենյակի սեղանի շուրջ, քննարկելով հավասարումներ, ծիծաղելով, երբ Դավիթը խելացի կարճ ճանապարհներ էր գտնում, որոնց մասին նույնիսկ Արամը չէր մտածել։ Մարիամի հետ կապը տարբեր էր, բայց նույնքան ուժեղ։ Փոքրիկ աղջիկը նրան ընտրել էր որպես իր սիրելի մարդը տանը։ Նա ուզում էր, որ Արամն իրեն քնեցնի ամեն գիշեր, պատմելով պատմություններ, որոնք նա հորինում էր տեղում, քաջ արքայադուստրերի բարի ասպետների մասին։ Մի գիշեր, երբ Արամն ավարտում էր մի պատմություն արքայադստեր մասին, որը փրկում էր իր թագավորությունը, օգտագործելով խելքը, ոչ թե կախարդանքը, Մարիամը նրան նայեց իր քնաթաթախ աչուկներով, ասաց. «Ռաֆա քեռի, ես կուզենայի, որ դու իմ իսկական հայրիկը լինեիր»։ Արամը զգաց, թե ինչպես ինչ-որ բան կոտրվեց, մի նույն ժամանակ վերականգնվեց իր կրծքում։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։ Շոյեց աղջկա մազերը, մեղմորեն ասաց. «Դու ինձ համար շատ յուրահատուկ ես, Մարիամ։ Շատ յուրահատուկ։ Ես էլ քեզ սիրում եմ, Ռաֆա քեռի», շնջաց նա, նախքան աչքերը փակելը քնելը։ Արամը սենյակից դուրս եկավ, արցունքներն աչքերին, մի բան, որ չէր պատահել հոր մահից հետո։ Միջանցքում հանդիպեց Անիին։ Նա լսել էր խոսակցությունը կիսաբաց դռան միջով։ «Ներողություն», ցածրաձայն ասաց նա։ «Գիտեմ, որ նա չափազանց շատ է կապվում քեզ հետ։ Ես կխոսեմ նրա հետ»։ «Ոչ», արագ ասաց Արամը։ «Պետք չէ։ Ինձ դուր է գալիս դա։ Ինձ դուր է գալիս նրա համար կարոր լինելը։ Ձեզ համար»։ Անին նրան նայեց մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում լիովին վերծանել։ Այնտեղ երախտագիտություն կար, իհարկե։ Բայց կար նա ավելին, մի բան, որը ստիպում էր Արամի սրտին արագանալ մի ձով, որը նա չէր հասկանում։ «Դու կարոր ես մեզ համար, Արամ։ Ավելին, քան կարող ենք արտահայտել»։ Երկուսով կանգնեցին այնտեղ, միջանցքում, նրանց միջ լռությունը լի էր չասված զգացմունքներով։ Արամը նկատեց, որ Անին այդ պահին տարբեր էր։ Մազերն արձակված էին, շագանակագույն ալիքներով թափվում էին ուսերին։
Հագել էր պարզ զգեստ, որն ինքն էր կարել, որն ընդգծում էր նրա կազմվածքը էլեգանտ ձով, առանց սադրիչ լինելու։ Նրա հայացքում ինչ-որ բան կար, որը ստիպում էր Արամին իրեն իսկապես տեսանելի զգալ, ոչ թե որպես Ղազարյանների հարստության ժառանգ, այլ որպես Արամ տղամարդ։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը չէին գալիս։ Փոխարենը, պարզապես գլխով բարի գիշեր մաղթեց հեռացավ դեպի իր սենյակը, սիրտը սովորականից արագ բաբախելով։ Դա միակ անգամը չէր, որ Արամը զգաց այդ տարօրինակ լարվածությունը իր անիի մեջ։ Դա սկսեց հաճախակի տեղի ունենալ։ Առօրյա կյանքի փոքրիկ պահեր, որոնք ստանում էին հուզական լիցք, որի հետ նրանցից ոչ մեկը լավ չգիտեր, ինչպես վարվել։ Մի առավոտ Արամը սովորականից շուտ իջավ խոհանոց գտավ Անիին, որը սուրճ էր պատրաստում։ Նա մեջքով կանգնած էր նրան, ցածրաձայն երգում էր մի երգ, խառնելով ինչ-որ բան կաթսայում։ Նրա բոբիկ ոտքերը սառը հատակին, քնից դեռ չսանրված մազերը, առավոտյան լույսի պատուհանից ներս թափանցելու նրա ուրվագիծը լուսավորելու ձ, այս ամենը ստիպեց Արամին կանգ առնել դռան մոտ պարզապես դիտել։ Դա սեռական ցանկություն չէր, կամ գոնե միայն դա չէր։ Դա ավելի խորը մի բան էր։ Դա այն զգացումն էր, որ այդ տեսարանը, այդ կինն այդ խոհանոցում, իր տունը իսկական տուն էր դարձնում։ Անին շրջվեց տեսավ նրան կանգնած։ Բարի լույս։ Չլսեցի, թե ինչպես եկար։ Բարի լույս, պատասխանեց նա, շփոթված, որ բռնվել էր նայելիս։ Ներողություն, եթե վախեցրի։ Չվախեցրիր։ Սուրճ կուզես։ Այո։ Նրանք միասին սուրճ խմեցին, մինչ տան մնացած մասը դեռ քնած էր։ Խոսեցին օրվա պլանների, Անի շաբաթվա պատվերների, Դավիթի դպրոցական ներկայացման մասին։ Դա սովորական առօրյա զրույց էր, բայց այդ առավոտյան կիսված պահերի մեջ մի մտերմություն կար, որը Արամը սկսում էր գնահատել ավելին, քան ցանկացած գործնական հանդիպում։ Մեկ այլ հիշարժան պահ տեղի ունեցավ մի անձրոտ կեսօրին։ Արամն աշխատում էր իր տան գրասենյակում, երբ այգուց ճիչ լսեց։ Վազեց դեպի պատուհան տեսավ Անիին ու երեխաներին, որոնք վազում էին ներս, թրջված հանկարծակի տեղացած անձրից։ Նրանք ներս մտան հետի դռնից, բարձր ծիծաղելով, հանելով թաց կոշիկները, քամելով թրջված հագուստը։ Արամն իջավ, տեսնելու, թե արդյոք նրանք լավ են, հանդիպեց մաքուր ուրախության տեսարանի։ Մարիամը պարում էր հատակին գոյացած ջրափոսում, Դավիթը փորձում էր չորացնել մազերը չափազանց փոքր սրբիչով, իսկ Անին այնքան էր ծիծաղում, որ հազիվ էր կարողանում ոտքի վրա մնալ։ Երբ նա տեսավ նրան, աչքերը փայլեցին։ Ներողություն խառնաշփոթի համար, Արամ։ Անձրը մեզ անակնկալի բերեց։ Ամեն ինչ կարգին է, ասաց նա, բայց չէր կարողանում աչքերը կտրել նրանից։ Թաց զգեստը կպած մարմնին, ջուր կաթող մազերը, ծիծաղից կարմրած այտերը։ Նա գեղեցիկ էր լիովին բնական ձով, առանց արհեստականության, առանց դիմահարդարման, պարզապես լինելով ինքը։ Անին նկատեց նրա հայացքը հանկարծ ամաչեց։ Ավելի լավ է բարձրանանք հագուստը փոխենք, նախքան բոլորս մրսենք։ Այդ գիշեր Արամը չկարողացավ քնել։ Պառկած էր մահճակալին, նայելով առաստաղին, մտածելով Անի մասին, թե ինչպես էր նա լիովին փոխել իր կյանքը ընդամենը մի քանի ամսում։ Նա բռնեց իրեն, պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ, եթե դա ժամանակավոր չլիներ։ Եթե Անին երեխաները պարզապես հյուրեր չլինեին իր տանը, այլ իսկապես իր կյանքի մասը։ Իր ընտանիքի մասը։ Գաղափարը պետք է որ վախեցներ նրան, բայց չէր վախեցնում։ Ընդհակառակը, այն բերում էր մի ամբողջականության զգացում, որը նա չգիտեր, թե հնարավոր է զգալ։ Եվ հենց դա էր, որ մի փոքր վախեցնում էր։ Որովհետև Արամը գիտեր, որ չափազանց շատ է կապվում, չափազանց շատ է զգում։ Եվ գաղափար չուներ, թե ինչ անել այս բոլոր զգացմունքների հետ։ Գլուխ 4 դեկտեմբերը եկավ, իր հետ բերելով երանյան ամռանը բնորոշ տապը մի ուրիշ էներգիա քաղաքի համար։ Փողոցները լցվում էին ամանորյա զարդարանքներով, խանութներն անդադար տոնական երաժշտություն էին միացնում, օդում ինչ-որ բան կար, որ ստիպում էր մարդկանց ավելի հեշտ ժպտալ։ Արամի համար դա լինելու էր իր կյանքի բոլոր նախորդներից լիովին տարբերվող ամանոր։ Վերջին տարիներին նա տոնն անցկացնում էր մենակ կամ գործընկերների հետ պաշտոնական ընթրիքների ժամանակ։ Իր տանը զարդարված տոնածառ չկար, նվերներ չկային, իրական տոնակատարություն չկար։ Ամանորը պարզապես օրացույցի մեկ այլ օր էր։ Բայց հիմա, երբ Անին երեխաներն իր հետ էին ապրում, ամեն ինչ այլ կերպ էր լինելու։ Եվ Արամն ուզում էր, որ այն յուրահատուկ լինի։ Ուզում էր ստեղծել հիշողություններ, որոնք կմնան ընդմիշտ։
Որովհետև թե դեռ քաջություն չուներ բարձրաձայն խոստովանելու, նա գիտեր, որ չի ուզում, որ այդ ընտանիքը երբե հեռանա։ Անին տպավորիչ կերպով ծաղկում էր։ Նրա դերձակի աշխատանքն արդեն ճանաչված էր Երանի ազդեցիկ կանանց ողջ շրջանում։ Հյուսիսային պողոտայի քաղաքի ամենաէլեգանտ փողոցներից մեկի շքեղ բուտիկներից մեկը կապվել էր նրա հետ, համագործակցություն առաջարկելով։ Նրանք ուզում էին, որ Անին գարնանային սեզոնի համար 10 կտորից բաղկացած բացառիկ հավաքածու ստեղծի։ Առաջարկվող վճարն այնքան առատաձեռն էր, որ Անին ստիպված եղավ նստել, երբ լսեց գումարը։ Նա այդ երեկո պատմեց Արամին, աչքերը փայլում էին հուզմունքից, բայց նա զսպված արցունքներից։ Սա ավելի շատ գումար է, քան ես նախկինում մի ամբողջ տարում էի վաստակում, Արամ։ Մի ամբողջ տարի, աշխատելով երկուշաբթիից շաբաթ, ինձ սպանելով աշխատանքներում, որոնք հազիվ էին վարձը հոգում։ Իսկ հիմա ինձ սա կվճարեն 10 զգեստի համար։ 10։ Արամը ժպտաց, հպարտանալով նրանով, ինչպես հայրը կհպարտանար դստերով։ Դու դրան ավելին ես արժանի, Անի։ Քո տաղանդը եզակի է։ Այդ մարդիկ ճանաչում են որակը, երբ տեսնում են։ Բայց նա չժպտաց փոխարենը։ Փոխարենը լրջացավ, ուսերին ակնհայտ ծանրություն։ Արամ, այս գումարով ես կկարողանամ վճարել այն ամենը, ինչ դու ներդրել ես իմ մեջ։ Եվ բավականաչափ կունենամ ինձ երեխաների համար փոքրիկ բնակարան վարձելու։ Մեր սեփական տեղը։ Արամի սիրտը գծկվեց։ Նա գիտեր, որ այդ օրը վաղ թե ուշ կգար, որ պայմանավորվածությունը միշտ եղել էր, որ Անին կմնա միայն ժամանակավորապես, մինչ կարողանա ոտքի կանգնել։ Բայց լսել դա իմանալ, որ շուտով տունը նորից դատարկ կլինի, լուռ, առանց Մարիամի ծիծաղի, առանց Դավիթի հետ զրույցների, առանց Անի ներկայության, ցավալի էր մի ձով, որին նա պատրաստ չէր։ Դու պետք չէ հեռանաս, ասաց նա ավելի արագ, քան մտադրվել էր։ Այսինքն, իհարկե, կարող ես հեռանալ, եթե ուզում ես, բայց պարտավորված մի զգա։ Այս տունը մեծ է, բավականաչափ տեղ կա։ Անին նրան նայեց մի արտահայտությամբ, որը խառնում էր տխրություն, ինչ-որ այլ բան։ Արամ, դու արդեն չափազանց շատ բան ես արել մեզ համար։ Ես չեմ կարող հավերժ չարաշահել քո հյուրընկալությունը։ Դու քո կյանքն ունես, քո տարածքի կարիքն ունես։ Իսկ ես պետք է ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ հոգ տանել իմ երեխաների մասին, որ կարող եմ ինձ պահել։ Դուք բեռ չեք, Անի։ Երբեք չեք եղել։ Իրականում, նա վարանեց, փնտրելով ճիշտ բառերը, դուք կյանք բերեցիք այս տուն։ Ինձ համար։ Ես ավտոմատ ռեժիմով էի ապրում, նախքան ձեզ հանդիպելը։ Միայն աշխատում էի, առանց իրական նպատակի, առանց որևէ բանի հետ կապի։ Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Անին լուռ մնաց, նայելով սեփական ձեռքերին։ Գիտեմ, Արամ։ Եվ երախտապարտ եմ ամեն ինչի համար։ Բայց ես պետք է դա անեմ։ Պետք է ցույց տամ իմ երեխաներին, որ իրենց մայրն ուժեղ է, որ կարող է հաղթահարել խոչընդոտները, որ պետք չէ հավերժ կախված լինել անծանոթների բարությունից։ Մենք այլս անծանոթներ չենք, ցածրաձայն ասաց Արամը։ Ոչ, համաձայնեց նա, նայելով նրան այն աչքերով, որոնք կարծես ուղիղ իր հոգու մեջ էին նայում։ Չենք։ Հաջորդած լռությունը լի էր չասված բառերով, զգացմունքներով, որոնք նրանցից ոչ մեկը քաջություն չուներ անվանելու։ Արամն ուզում էր այնքան բան ասել։ Ուզում էր ասել, որ ամեն առավոտ արթնանում է, անհամբեր սպասելով իջնելու նրան խոհանոցում գտնելու։ Ուզում էր ասել, որ գիշերը Մարիամին պատմած պատմությունները իր օրվա լավագույն պահն են։ Ուզում էր ասել, որ Դավիթին մաթեմատիկայի հարցում օգնելը իրեն օգտակար է զգալ տալիս մի ձով, որը միլիոնավորների գործարքներ կնքելը երբեք չի տվել։ Ուզում էր ասել, որ սիրահարվում է նրան, այդ ուժեղ արժանապատիվ կնոջը, որը դիմակայել է աշխարհին չի կոտրվել։ Բայց բառերը խրվեցին կոկորդում։ Անին նույնպես ուզում էր բաներ ասել։ Ուզում էր խոստովանել, որ Արամի հանդեպ զգում է մի բան, որը շատ ավելին է, քան երախտագիտությունը։ Ուզում էր ասել, որ նրա ներկայությունն իրեն ապահով է զգալ տալիս տարիների ընթացքում առաջին անգամ։ Ուզում էր ասել, որ դիտում է, թե ինչպես է նա խաղում իր երեխաների հետ, սիրտը տաքանում է մի ձով, որը վախեցնում է իրեն։ Ուզում էր ասել, որ սկսում է պատկերացնել մի կյանք նրա կողքին, ոչ թե որպես հյուր, այլ որպես զուգընկեր։ Բայց վախը կաթվածահար էր անում նրան։ Վախ, որ սխալ է մեկնաբանում նշանները։ Վախ, որ նա պարզապես բարի է, իսկ ինքը շփոթում է բարությունը ինչ-որ ավելիի հետ։ Վախ, որ կփչացնի այն միակ կայունությունը, որն իր երեխաները ճանաչել են երկար ժամանակ։
Այսպիսով երկուսն էլ լուռ մնացին, թողնելով, որ պահն անցնի, թողնելով, որ չասված բառերը սավառնեն նրանց միջ, որպես հնարավորությունների ուրվականներ։ Արամն այդ խոսակցությունից հետո վճռական դուրս եկավ։ Եթե Անին շուտով հեռանալու էր, նա ուզում էր այդ վերջին ամանորը միասին անմոռանալի դարձնել։ Եվ դրանից ավելին, նա վերջապես պետք է քաջություն գտներ ասելու այն, ինչ զգում էր։ Չէր կարող թույլ տալ, որ նա հեռանա, առանց գոնե փորձելու, առանց գոնե նրանց հնարավորություն տալու լինել ավելին, քան պարզապես տանտեր ժամանակավոր վարձակալ։ Լինելու իսկական ընտանիք։ Հաջորդ օրերին Արամը սկսեց գաղտնի պլանավորել։ Նա լանդշաֆտային դիզայներ վարձեց, տան այգին կախարդական մի բանի վերածելու համար։ Օգնություն խնդրեց Քրիստինե Ավետիսյանից, Անի առաջին հաճախորդից, որը հաճույքով մասնակցեց անակնկալին։ 3 մատանի գնեց Երանի ամենահեղինակավոր ոսկերչական խանութներից մեկից։ Դրանք ավանդական նշանադրության մատանիներ չէին։ Դրանք խորհրդանիշներ էին։ Խոստումներ։ Մեկը Անիի համար, մեկը Դավիթի, մեկը Մարիամի։ Որովհետև Արամը ոչ միայն Անիին էր ամուսնության առաջարկություն անում։ Նա խնդրում էր լինել այդ ընտանիքի մասը, լինել այն հայրը, որին երեխաներն արժանի էին, միասին կառուցել մի բան, որը նրանցից ոչ ոք նախկինում չէր ունեցել, սիրով ընտրված ընտանիք, ոչ թե արյունով։ Դավիթն առաջինը նկատեց, որ ինչ-որ բան տարբեր է։ Նա տեսավ Արամի տիկին Գայանեի միջ շուկով խոսակցությունները, նկատեց տարօրինակ շարժումները այգում, որը խորհրդավոր կերպով ծածկված էր բրեզենտներով։ Մի երեկո նա մոտեցավ Արամին իր գրասենյակում։ Ռաֆա քեռի, կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե, Դավիթ։ Միշտ կարող ես։ Տղան վարանեց, նյարդայնորեն խաղալով սեղանից վերցրած գրիչով։ Դուք սիրում եք մայրիկիս։ Արամը լիովին քարացավ ուղիղ հարցից։ Ես։ Դե, այո, իհարկե սիրում եմ։ Նա անհավանական մարդ է։ Ոչ։ Դավիթը գլուխը թափ տվեց։ Այսինքն, դուք նրան իսկապես սիրում եք։ Այնպես, ինչպես մեծահասակներն են իրար սիրում։ Արամը նայեց այդ 10 տարեկան տղային, որն այնքան հասուն էր իր տարիքի համար, որն արդեն այնքան բանի միջով էր անցել, որն այժմ նրան նայում էր մի լրջությամբ, որը պահանջում էր լիակատար ազնվություն։ Այո, Դավիթ։ Ես շատ եմ սիրում մայրիկիդ։ Գուցե ավելին, քան պետք է։ Դավիթը ժպտաց, դա անկեղծ, թեթացումով լի ժպիտ էր։ Որքան լավ։ Որովհետև նա էլ ձեզ է սիրում։ Տեսնում եմ, թե ինչպես է նա ձեզ նայում, երբ կարծում եք, թե ոչ ոք չի տեսնում։ Եվ ես ուզում էի ձեզ մի բան ասել։ Ես ու Մարիամը դեմ չէինք լինի, եթե դուք իսկապես միասին լինեիք։ Իրականում, մենք շատ կուզենայինք։ Դուք լավագույն բանն եք, որ պատահել է մեր ընտանիքի հետ։ Արամը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում արցունքներից, որոնք նա թույլ չտվեց թափվեն։ Դավիթ, դա ինձ համար շատ բան է նշանակում։ Իսկապես շատ։ Եվ իրականում, ես մայրիկիդ համար անակնկալ եմ պատրաստում։ Մեծ անակնկալ։ Բայց ինձ քո օգնությունն է պետք։ Համաձայն ես լինել իմ հանցակիցը։ Դավիթի աչքերը փայլեցին։ Իհարկե։ Ամանորի նախօրեն եկավ մաքուր աստղազարդ երկնքով, որը հազվադեպ էր Երանի համար։ Արամը ամեն ինչ մանրամասնորեն պլանավորել էր։ Այգին պատրաստ էր, թաքնված բրեզենտների տակ։ Մատանիները պահված էին իր դարակում։ Երեխաները տեղեկացված էին պլանի մասին, գրեթե պայթում էին անհամբերությունից, տեսնելու մոր արձագանքը։ Օրվա ընթացքում ամեն ինչ սովորականի պես ընթացավ։ Արամը ձացնում էր, թե աշխատում է իր գրասենյակում, մինչդեռ իրականում չափազանց նյարդային էր, որը բանի վրա կենտրոնանալու համար։ Անին օրն անցկացրեց կարելով, փորձելով ավարտել մի պատվեր մինչ տոները։ Երեխաները խաղում էին, բայց ամեն կես ժամը մեկ հարցնում էին, թե երբ է լինելու անակնկալը։ Երբ Արը սկսեց մայր մտնել, Արամը քաջություն հավաքեց իջավ հյուրասենյակ, որտեղ Անին երեխաների հետ ֆիլմ էր դիտում։ Անի, կարող ես մի պահ ինձ հետ գալ։ Մի բան կա, որ ուզում եմ քեզ ցույց տալ։ Նա շփոթված նայեց նրան։ Հիմա։ Երեխաների հետ ֆիլմի մեջտեղում էի։ Խնդրում եմ։ Կարոր է։ Դավիթն ու Մարիամն անմիջապես ոտքի կանգնեցին, հանցակցական հայացքներ փոխանակելով։ Մենք էլ գանք, մամ, ասաց Մարիամը, քաշելով մոր ձեռքը։
Անին թույլ տվեց, որ իրեն ուղեկցեն, գնալով ավելի շփոթված։ Արամը նրանց տարավ տան միջով մինչ հետի դուռը, որը բացվում էր դեպի այգի։ Նա կանգ առավ այնտեղ, ձեռքը բռնակի վրա, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ վստահ էր, թե բոլորը կարող են լսել։ «Պատրաստ ես», հարցրեց նա։ «Արամ, ինչ է կատարվում»։ Անին այժմ տեսանելիորեն նյարդային էր։ Նա բացեց դուռը, այն, ինչ տեսավ Անին, նրան լիովին անխոս թողեց։ Այգին վերածվել էր հեքիաթից դուրս եկած մի բանի։ Հարյուրավոր փոքրիկ լույսեր կախված էին ծառերից, ստեղծելով արհեստական աստղազարդ երկինք։ Այգու կենտրոնում տեղադրվել էին կամարների տեսքով էլեգանտ կառույցներ, դրանց վրա ցուցադրված էին 10 զգեստներ։ Այն 10 զգեստները, որոնք Անին ստեղծել էր հյուսիսային պողոտայի բուտիկի համար։ Յուրաքանչյուրը կատարյալ լուսավորված, ցուցադրված որպես արվեստի գործեր թանգարանում։ Շուրջը դրված էին էլեգանտ սեղաններ, ծածկված սպիտակ սփռոցներով վառվող մոմերով։ Անտեսանելի բարձրախոսներից մեղմ երաժշտություն էր հնչում։ Եվ ամեն ինչի կենտրոնում մի փոքրիկ կլոր հարթակ դատարկ էր, սպասելով։ Անին ձեռքերը տարավ բերանին, արցունքներն արդեն սկսել էին հոսել։ «Արամ, ինչ է այս ամենը»։ «Սա», ասաց նա, նրան ուղեկցելով այգի, ցուցասրահ է։ Ցուցասրահ քեզ, քո տաղանդը, քո ուժը, այն ամենը, ինչին հասել ես, տոնելու համար։ Այս զգեստներից յուրաքանչյուրը մի պատմություն է պատմում։ Մի կնոջ պատմություն, որը չհանձնվեց, երբ աշխարհը նրան ներք էր հրում։ Որը պայքարեց իր երեխաների համար ատամներով ու եղունգներով։ Որը ցավը վերածեց արվեստի։ Անին քայլեց զգեստների միջով, յուրաքանչյուրին հարգանքով դիպչելով։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Սա անհավատալի է։ Չգիտեմ, ինչ ասել։ Դեռ ոչինչ ասել պետք չէ, ասաց Արամը, նրա սեփական ձայնը դողում էր։ Որովհետև ես դեռ չեմ ավարտել։ Նա նրան ուղեկցեց կենտրոնի կլոր հարթակ։ Դավիթն ու Մարիամն արդեն կանգնած էին կողքին, բռնած փոքրիկ տուփեր, որոնք Արամը նրանց տվել էր ավելի վաղ։ Արամը խորը շունչ քաշեց, հավաքելով իր ողջ քաջությունը։ Եվ հետո այնտեղ, այդ վերափոխված այգու մեջտեղում, շրջապատված Անիի, աստղերի պես լուսավորված ստեղծագործություններով, նա ծնկի իջավ։ Անին մի ձայն հանեց, խեղդված հեկեկոցի ճիչի մեջ։ Ոտքերը թուլացան, նա ձեռքերը դրեց Արամի ուսերին, հավասարակշռությունը պահելու համար։ «Անի», սկսեց նա, ձայնն այժմ ամուր էր, լի հուզմունքով, բայց պարզ, մի քանի ամիս առաջ ես խոստում տվեցի հորս։ Մի խոստում, որն այն ժամանակ լիովին չէի հասկանում։ Նա ինձ խնդրեց դուրս գալ իմ փղոսկրե աշտարակից, ճանաչել իրական աշխարհը, կապ հաստատել իրական մարդկանց հետ։ Եվ հետո դու հայտնվեցիր իմ կյանքում։ Դու այս երկու անհավանական երեխաները։ Եվ ամեն ինչ փոխվեց։ Նա դադար տվեց, նայելով նրան մի լարվածությամբ, որը ստիպում էր Անիի սրտին արագ բաբախել։ Դու ինձ սովորեցրիր, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Սովորեցրիր, որ հարստությունը սեփականության կամ բանկային հաշիվների մեջ չէ, այլ կիսված պահերի, անկեղծ ծիծաղների, ամուր գրկախառնությունների մեջ։ Դու կյանք բերեցիր այս դատարկ տուն։ Կյանք բերեցիր ինձ։ Եվ ես չեմ ուզում, որ դու հեռանաս։ Երբեք։ Արամը գրպանից հանեց առաջին տուփը, բացեց այն, բացահայտելով սպիտակ ոսկուց էլեգանտ մատանի, փոքրիկ ադամանդներով զարդարված։ «Անի, կամուսնանաս ինձ հետ»։ Ոչ թե որովհետև պետք է, ոչ թե երախտագիտությունից։ Կամ պարտավորությունից, այլ որովհետև վերջին ամիսներին ես սիրահարվել եմ քեզ։ Քո ուժին, քո արժանապատվությանը, քո երեխաների հանդեպ անսահման սիրուն, այն ձին, որով դու գեղեցկություն ես տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները միայն կտոր են տեսնում։ Ես սիրում եմ քեզ, Անի։ Իսկապես սիրում եմ։ Եվ ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, ամեն օր դա քեզ ապացուցելով։ Անին չէր կարողանում խոսել։ Արցունքներն այնքան շատ էին, որ մշուշում էին նրա տեսողությունը։ Նա պարզապես մոլեգնորեն գլխով էր անում, ցածրաձայն կրկնելով «այո» մեկը մյուսի հետից։ Արամը դողացող ձեռքերով մատանին դրեց նրա մատին։ Հետո շրջվեց դեպի երեխաները։ «Դավիթ, Մարիամ, եկեք այստեղ, խնդրում եմ»։ Երեխաները մոտեցան, նրանց աչքերը նույնպես փայլում էին արցունքներից։ Արամը վերցրեց նրանց բռնած տուփերը, բացեց, բացահայտելով երկու ավելի փոքր, երեխաների համար հարմար մատանիներ, յուրաքանչյուրը կենտրոնում փոքրիկ գունավոր քարով։
Դավիթ, Մարիամ, ասաց Արամը, նայելով նրանցից յուրաքանչյուրին, ես ոչ միայն մայրիկիդ եմ ամուսնության առաջարկություն անում։ Ես թույլտվություն եմ խնդրում լինել այս ընտանիքի մասը։ Լինել այն հայրը, որին դուք արժանի եք։ Լինել ձեր կողքին բոլոր դպրոցական ներկայացումներին, բոլոր գրկախառնություններին, երբ տխուր եք, բոլոր հաղթանակներին, երբ ուրախ եք։ Ես խնդրում եմ, որ մենք իսկական ընտանիք լինենք։ Համաձայն եք։ Մարիամը նույնիսկ մի վայրկյան չսպասեց։ Նա թռավ Արամի գիրկը, գրեթե տապալելով նրան, բղավելով. Այո, 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 ես ուզում եմ, որ դու իմ պապան լինես։ Արամը նրան ամուր գրկեց, դեմքը թաղելով աղջկա մազերի մեջ, մինչ փորձում էր զսպել սեփական արցունքները։ Փոքրիկ մատանին դրեց նրա մատին, նա հիացմունքով զննեց այն։ Դավիթը մոտեցավ ավելի դանդաղ, բայց նրա դեմքի հուզմունքը նույնն էր։ Նրա ստորին շուրթը դողում էր, երբ խոսեց. Մենք երբեք իսկական հայրիկ չենք ունեցել։ Բայց եթե ունենայինք, ես կուզենայի, որ նա քեզ նման լիներ, Ռաֆա Քերի։ Քեզ նման։ Արամը գրկեց նա տղային, հետո մատանին դրեց նրա մատին։ Հետո չորսով կանգնեցին այնտեղ, գրկախառնված այդ կախարդական այգու մեջտեղում, միաժամանակ լաց լինելով ծիծաղելով, վերջապես ամբողջական մի ընտանիք։ Երբ վերջապես բաժանվեցին, Անին բռնեց Արամի դեմքը ձեռքերի մեջ։ Ես էլ եմ քեզ սիրում, ասաց նա։ Այնքան էի վախենում խոստովանել, վախենում էի սխալվել, վախենում էի ամեն ինչ փչացնել։ Բայց ես սիրում եմ քեզ, Արամ։ Սիրում եմ, թե ինչպես ես հոգ տանում իմ երեխաների մասին, կարծես նրանք քոնը լինեն։ Սիրում եմ, թե ինչպես ես հավատում ինձ, երբ նույնիսկ ես ինքս չէի հավատում։ Սիրում եմ այն մարդուն, որը դու ես, ոչ թե այն գումարը, որը դու ունես։ Միայն քեզ։ Արամը համբուրեց նրան մի մեղմ, բայց խոստումով, ապագայով, իսկական սիրով լի համբույր։ Երեխաները ծափահարեցին, բացականչեցին, նրանց ծիծաղի ձայնը լցրեց վերափոխված այգին։ Տիկին Գայանեն հայտնվեց հետի դռան մոտ, նույնպես արցունքներն աչքերին, հայտարարելով, որ ընթրիքը պատրաստ է։ Նա ամբողջական ամանորյա սեղան էր պատրաստել, իմանալով Արամի առաջարկի մասին։ Խոզի բուդ, տոլմա, իշլի քյուֆթա, բլինչիկ, տարբեր աղցաններ, ամեն ինչ կատարյալ էր։ Նրանք այդ գիշեր ընթրեցին որպես ընտանիք։ Զրուցեցին, ծիծաղեցին, պատմություններ պատմեցին, ապագայի պլաններ կազմեցին։ Արամը բացահայտեց, որ հունվարին բոլորի համար ճամփորդություն է ամրագրել, ծովափ գնալու։ Մարիամը ոգորված բացականչեց, երբեք ծով չտեսած լինելով։ Դավիթը հարցրեց, թե կարող են ավազե ամրոցներ կառուցել, Արամը խոստացավ, որ կկառուցեն ամենամեծ ամրոցը, որը ծովափը երբե տեսել է։ Ընթրիքից հետո գնացին հյուրասենյակ, որտեղ հսկայական տոնածառ էր զարդարված ոսկեգույն արծաթագույն խաղալիքներով։ Տոնածառի տակ նվերների կույտեր էին սպասում։ Արամը զգուշորեն էր գնել, մտածելով յուրաքանչյուրի մասին առանձին։ Մարիամի համար, բացի տիկնիկներից խաղերից, կար նկարչական պարագաների ամբողջական հավաքածու, ներկեր, վրձիններ, նկարչական տետրեր։ Դավիթի համար, բացի գրքերից խաղերից, կար փոքր, բայց աշխատող աստղադիտակ, որպեսզի նա կարողանա ուսումնասիրել իր հետաքրքրասիրությունը տիեզերքի նկատմամբ։ Անի համար, բացի պրոֆեսիոնալ ասեղնագործության մեքենայից, որը նա ամիսներ առաջ էր պատվիրել, կար նուրբ զարդ, միահյուսված թելի ասեղի տեսքով կախազարդով վզնոց, մի զուսպ, բայց հզոր խորհրդանիշ այն բանի, թե ինչ էր նա ներկայացնում։ Երեխաները նվերները բացեցին մի ոգորությամբ, որը տաքացնում էր Արամի սիրտը։ Նրանց դեմքերի մաքուր երջանկությունը տեսնելն ավելին արժեր, քան ցանկացած գործարք, որը նա երբեք ընկել էր։ Անին լաց եղավ, տեսնելով վզնոցը, անմիջապես դրեց այն խոստացավ, որ երբեք չի հանի։ Ես էլ քեզ համար մի բան ունեմ, ամաչկոտ ասաց նա։ Շատ բան չէ, չկարողացա թանկ բան գնել, բայց սիրով եմ արել։ Նա վազեց նվերը բերելու վերադարձավ խնամքով, փաթեթավորված տուփով։ Արամը բացեց այն, գտավ պատվերով կարված, Անի ձեռքով կարված վերնաշապիկ։ Կտորը բացառիկ որակի էր, մուգ կապույտ երանգով, որը կատարյալ կսազեր նրա աչքերին։ Բայց ամենաշատը նրան հուզեց ներքին գրպանը, որտեղ Անին զուսպ ասեղնագործել էր ինչ-որ բան։ Նա կարդաց ասեղնագործված բառերը, զգաց, որ արցունքները վերադառնում են։ Արամին, հավերժական սիրով, Անի։ Սա կատարյալ է, խեղդված ձայնով ասաց նա։ Սա ամենակատարյալ բանն է, որ երբե ստացել եմ։ Այդ գիշեր, երբ երեխաները վերջապես քնեցին, հոգնած այդքան հուզմունքից, Արամն ու Անին մնացին պատշգամբում, նայելով աստղերին։
Նա փաթաթվել էր նրա գրկում, գլուխը դրած նրա կրծքին, լսելով նրա սրտի բաբախյունը։ Երբեք չէի պատկերացնի, որ կյանքս այսպիսին կդառնա, ցածրաձայն ասաց Անին։ 6 ամիս առաջ փողոցում էի երեխաներիս հետ, չիմանալով, թե հաջորդ օրը ուտելիք կունենանք։ Իսկ հիմա նշանված եմ ամենաանհավանական տղամարդու հետ, որին երբեք ճանաչել եմ, աշխատանքս ծաղկում է, երեխաներս առողջ են երջանիկ։ Երազ է թվում։ Երազ չէ, ասաց Արամը, համբուրելով նրա գլուխը։ Իրականություն է։ Այնքան իրական, որքան այն սերը, որ զգում եմ քո հանդեպ։ Կարծում ես, հայրդ կհպարտանար, հարցրեց նա։ Այն մարդով, որը դու դարձել ես։ Արամը մտածեց հարցի մասին, հիշելով հոր վերջին խոսքերը, իր տված խոստումը։ Կարծում եմ, այո։ Նա ուզում էր, որ ես նպատակ գտնեմ, որ կապ հաստատեմ իրական աշխարհի հետ։ Եվ դու ինձ դա տվեցիր։ Ինձ ընտանիք տվեցիր, սեր տվեցիր, պատճառ տվեցիր ամեն օր արթնանալու, անհամբեր սպասելով գալիքին։ Այնպես որ, այո, կարծում եմ, նա կհպարտանար։ Նրանք ժամերով մնացին այնտեղ, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը, հարսանիքի, ապագայի, միասին կառուցելիք կյանքի պլաններ կազմելով։ Որոշեցին ամուսնանալ գարնանը, փոքր մտերմիկ արարողությամբ տան այգում, նույն այգում, որտեղ Արամն առաջարկություն էր արել։ Դավիթը կլիներ Ազաբբաշին, Մարիամը՝ ծաղկե աղջիկը։ Կատարյալ կլիներ։ Հաջորդ ամիսներին այդ նորաստեղծ ընտանիքի կյանքը ծաղկեց այնպիսի ձևով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Անին շարունակեց մասնագիտորեն ծաղկել։ Նրա հավաքածուն Հյուսիսային Պողոտայի բուտիկի համար բացարձակ հաջողություն ունեցավ, սպառվելով 3 օրում։ Նորաձության ամսագրերը սկսեցին հարցազրույցներ խնդրել։ Նրան ճանաչում էին ոչ միայն որպես տաղանդավոր դերձակ, այլ որպես արվեստագետ, դիզայներ, սեփական ձայնով յուրահատուկ ոճով։ Արամը, ոգեշնչված Անիի վերափոխումից, սկսեց իր հարստությունն ու ազդեցությունն օգտագործել ավելի նշանակալի ձևով։ Նա հիմնադրամ ստեղծեց աջակցելու խոցելի իրավիճակում գտնվող կանանց, ովքեր ցանկանում էին ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Օգնեց կառուցել արժանապատիվ պայմաններով ապաստարաններ անօթան ընտանիքների համար։ Հայտնաբերեց, որ իր ռեսուրսները կյանքեր փոխելու համար օգտագործելը անսահման ավելի բավարարող է, քան պարզապես ավելի շատ սեփականություն կուտակելը։ Դավիթը շարունակեց աչքի ընկնել դպրոցում, նրա ինքնավստահությունն աճում էր ամեն օր։ Նա այժմ հայր ուներ, մեկը, ով նրան դպրոցից վերցնում էր, ով դիտում էր նրա ներկայացումները, ով նրան կյանքի մասին էր սովորեցնում։ Մարիամը, լիովին ապաքինված, կենսունակ էներգիայով լի փոքրիկ աղջիկ էր, որն Արամին առանց որևէ վարանման «պապա» էր կոչում, ամեն անգամ, երբ դա անում էր, նրա սիրտը տաքանում էր։ Այն խոստումը, որ Արամը տվել էր հորը հիվանդանոցային մահճակալին, կատարվել էր մի ձով, որը գերազանցում էր ցանկացած սպասում։ Նա դուրս էր եկել իր փղոսկրե աշտարակից։ Ճանաչել էր իրական աշխարհը, իրական մարդկանց, իրական կյանքը։ Եվ այդ ընթացքում գտել էր իր սեփական կյանքը։ Գտել էր սեր, ընտանիք, նպատակ։ Արամի Անիի պատմությունը ավանդական իմաստով հեքիաթ չէր։ Չկային կատարյալ արքայազներ կամ անպաշտպան արքայադուստրեր։ Դա երկու տարբեր ձերով կոտրված մարդկանց պատմություն էր, որոնք հանդիպեցին ճիշտ պահին, որոնք օգնեցին միմյանց վերականգնվել, որոնք ընտրեցին միասին ստեղծել մի բան, որն ավելի ուժեղ էր, քան իրենց անհատական մասերի գումարը։ Դա մի ընտանիքի պատմություն էր, որը ձևավորվել էր ոչ թե արյունով, այլ ընտրությամբ, սիրով, լավ-վատ օրերին ներկա լինելու փոխադարձ պարտավորությամբ։ Դա երկրորդ հնարավորությունների, նոր սկիզբների, մարդկային բարության հանդեպ հավատի պատմություն էր մի աշխարհում, որը հաճախ դաժան է թվում։ Դա ապացույց էր, որ կարեկցանքի մեկ պահը, ձեռք մեկնելու, այլ ոչ թե երես թեքելու մեկ որոշումը, կարող է աներակայելի ձևով փոխել կյանքեր։ Եվ մինչ այդ ընտանիքը տոնում էր իր առաջին ամանորը միասին, մինչ այգու լույսերը մեղմորեն փայլում էին, աստղերը վերից դիտում էին, մի բան պարզ դարձավ։ Այն դատարկությունը, որ Արամը զգում էր, լցվել էր։ Այն պայքարը, որ Անին մղում էր, ավարտվել էր հաղթանակով։ Եվ 4 մարդ, որոնք ամիսներ առաջ անծանոթներ էին, այժմ մի ընտանիք էին, միավորված ամենաուժեղ կապով, ընտրված սիրով, որը կառուցվել էր օրեցօր, պահ առ պահ, մինչ դարձել էր անխորտակելի։ Կենտրոնի տունը, որը նախկինում լռության դամբարան էր, այժմ տուն էր, լի ձայներով, ծիծաղով, երբեմնի վեճերով, ջերմ հաշտություններով, աղմկոտ ընթրիքներով, ամուր գրկախառնություններով, անսահման սիրով։ Դա հենց այն էր, ինչ պետք է լիներ։ Դա հենց այնտեղ էր, որտեղ նրանք բոլորը պատկանում էին։
Միասին։